Okay. Լավ է։ Եկեք մի հատ 0-ից կամ մի հատ հասկանամ։ Հասկանամ ոնց է։ Եկեք թեթև գանք։ Angular-ը ընդհանուր գաղափարը հասկացել ենք, չէ՞ ինչն է այս կոմպոնենտների այս կայֆ, հա։ Զուտ այս կոմպոնենտ հասկացողությունը մեզ նրա համար է պետք տվեք չեմ, որպեսզի կարողանանք մի կտորը մյուս կտորից բաժանել։ Հիշում եք, որ այնտեղ ես հենց որտեղ էի header, footer, մի խոսքով, այսքան էլ բաժին անենք ախպեր։ Կոդը միտեղ չլի, լավ, եկեք sense պայմանավորվենք, այտենց անվանենք։ Ահա, տիկ ջան, կոմպոնենտը քանի մաս, ինչի՞ց է բաղկացած կոմպոնենտ հասկացողությունը։ Ինչ ֆայլեր ունի կոմպոնենտ, ասա դու։ Աբես, այսպես թես, այո, դեպի ջնջեցինք բարձր։ Այսինքն տվեք չան, մի կոմպոնենտ, դալաշան, ես որ ասում եմ կոմպոնենտ, արդեն սավսը գիտենք, որ խոսքը HTML, JS ու CSS կապն է։ Okay, всё։ Հիմա բալոջան, որտեղից է կապ հաստատվում, այդ որ հեքիաթ չէր Google-ին ջան։ Որտեղից է կապ հաստատվում, ախպեր ջան, այս HTML-ի, CSS-ի եւ TS-ի։ Կոմպոնենտ հաջա Ապրես կարևոր է տղեկ ջան, այս ներքևին է տղեկ, հա, ես չգիտեմ ինչ կոմպոնենտ է, հետաքրքիր է չես թե ինչա գրած ինձի, հա։ Մի բան մենակ մի բան գիտեմ, որ այս շնիկ կոմպոնենտը որ գրած չլներ Google-ին ջան։ Angular-ը երբեք գուշակ չէր տիկ որ հասկանալ, որ այս ամտերը ինչ է վալեր ջան։ Ապրես, այսինքն կոմպոնենտ հասկացողությունը բաղկացած է տղեկ ջան։ Մի քանի հիմնական պարամետրից, բայց մի հատ էլ է մինչև այդ ասեք, այս կոմպոնենտը էս ինչ է, էս ինչա փոխանցած։ Կոմպոնենտը նմանացնում ենք, չէ՞ ֆունկցիայի տղեկ։ Այս շնիկով բաներին գիտես ինչ են անվանում, չեմ ուզում մի անունների վրա շատ խորանալ, սրանք դեկորատորներ են անվանում։ Դեկորացիա բառը կարաք հիշեք տղեկ, ու դեկորատորը ֆիքս ենք, հա, Վալեր ջան։ Դեկորատոր բառը տղեկ ջան, ինքը իր հերթին բացատրում է, որ սա ուղղակի դեկորացիա է երբ։ Սա նրա համար չի, որ JavaScript-ին էսի պետք է, չէ, ախպեր, էսի պետք է Angular-ին, JavaScript-ում տիկ ջան, շնիկ կոմպոնենտ այդպես հասկացողություն չկա։ Այսինքն տղեկ գիտակցաբար որ սա հորինված սարքած բան է, որ Angular-ը հասկանա մեզ։ Մենք էսի գրում ենք։ Այսինքն կոմպոնենտ հասկացողությունը, կոմպոնենտը ինքը իրանով ինչ որ ստեղծված Angular-ի կողմից ստեղծված տղեկ ջան, սենց ինչ որ շնիկով գրվող բան է։ Իրան ինչա պետք Գուրգեն ջան։ Կոմպոնենտը մի հատ ֆունկցիա է մեր տեսանկյունից, որը որ օբյեկտ է սպասում, Վալեր ջան։ Օբյեկտը ինչ քեր ունի տիկ։ Առաջինը selector, tag-ի անունը Գուրգեն ջան, տես թարգմանաբար քելեք սենց ասի։ Selector-ը tag-ի անունն է, ախպեր, որտեղ գնաց։ Import-ը թե ինչ ես դու օգտագործել դսից։ Տվեք, մենք ըստ էլ լիքը բաներ ենք դսովի օգտագործում, որ պետք է բերես դա։ Այսինքն կոպիտ ասած, եթե դու քո կոմպոնենտը համարենք որպես երկիր, ու քեզի Վալեր ջան, օրինակ ածուխա պետք է, շատ գիտեմ, երկաթա, ինչ-որ մետախա պետք է, այլ դու դա ուրիշ տեղից ներկրելու ես։ Եթե դու չունես դիք։ Հիմա իմ կոմպոնենտի մեջ ես for ֆռալու ֆունկցիա չունեմ։ Դա պետք է դսից բերեմ Վալեր ջան։ Դրա համար import եմ անում դա։ Ով է դա գրել Վալեր ջան, էսի գլխից որտե՞ց երկնքից եկավ ընկավ, ուր դուց եկավ ընկավ։ Ապրես, այս որ դուց ես ng4-ը քեզ։ Angular-ից։ Angular, Գուրգեն ջան, որ հա, Էնի դու կպցնում ես տիկ։ Ըստ է նշում։ Հիմա նայեք, տիկոն մի հատ լավ հետաքրքիր հարց է տալի։ Հիմի նայեք։ Գուրգեն ջան, դու կարաս օրինակ էսի, կամ չգիտեմ, ng4-ից բացի ելով կա։ Արի սենց անեմ, հաշվեմ, ենթադրենք, տղեկ։ ng4-ը ինձ պետք չէ, stage ջնջում։ Տղեկ, ես ըստ է կարամ 800-ած սենց անկապ բաներ import անեմ, բայց անկապ Այս ng4-ը բերում կպցնում ես, այ հարցակ օգտագործես թե չէ, նայ, էսի տիկ, նայ, import-ը, այս կտորի հետ կապ չունի։ Նայ, այս կտորի հետ կապ չունի, նայ, ջնջում տղ։ Դու քո import-ները քո ֆայլի մեջ արա, սա ուղղակի Վալեր ջան, նշանակում է որ բեր այն ֆայլը կպցրու այս ֆայլին։ Հա, թե չի գիտենալու, չի իմանալու ինչի մասին է խոսքը։ Գուրգեն ջան, այսինքն սա ուղղակի ինչ որ պահա որ պրոստը բեյն կոդը ստեղել։
Այն կոդը բե այստեղ թե ինչ կանեմ ես գիտեմ։ Այ թե ով է որոշում, որ ախպերես հաստորեն էս ng4-ը մեզի պետք է կոմպոնենտ դեկորատորը։ Կոմպոնենտ դեկորատորը սպասում է հետևյալ օբյեկտը, որը պարտադիր տղեկ պետք է ունենա selector template URL գուրգենջում ու valorjan style URL template URL-ը նրա համար է, որ ես նշեմ թե ինչ է իմ HTML-ի անունը, ֆայլիս անունը, տղեկ։ Ես կարող ուրիշ ֆայլ տամ, տղեկ, եսի հիշում եմ։ Դա նայեք ըլը ուշադիր։ Ես կարող ստեղից footer-ի HTML-ը օգտագործեմ։ Այսինքն, ցենց կերեմ, այդ պետք է պապկից դուրս գամ, չէ՞ գուրգենջում։ Պապկից դուրս գալու համար երկու կետ սլեշ։ Ուր եմ կերեմ footer, footer-ի մեջ ինչ կա։ Ջան, հա, հեսա, footer, էս։ Footer-ի մեջ կա footer component, footer component HTML։ Всё։ Տայեք, էս բան չի կարելի անել։ Միտքն եմ ասում։ Հա? Թե չէ, Ջան, դե իմաստը ունա դիքտոն, այս կոմպոնենտ։ Խառնում ես սաղ հետ։ Կոպիտ ասած կոմպոնենտների ենք բաժանը, որ իրար հետ կապ չունենան, մեկ է բռնում ես հոп։ Բավուս։ Հա? Ոնց որ սաղ նորից սաղ հետ այս դզած սիրուն ակուրատնի արածը գուրգեն ջան, բռնես նորից թարս խառնես իրար, էլ։ Զուտ գաղափար ասեմ, տղեկ, որ իմանաք, որ սա հեքիաթ չի, պրոստը դու ասում ես, թե որտեղ է քո ֆայլի ճամփեն, քո ֆայլի հասցեն։ Դե CSS-ը լրիվ նույն ձևով, տղեկ։ Okay։ Իմպորտները valorjan նրա համար են, որ մեզ պետքական մենակ գործիքակազմը բերենք մեր մոտ, որպեսզի կարողանանք օգտվենք, որտեղ տղեկ Angular-ը, հիշում եք, որ ասում եմ, տղեկ Angular-ը ձեր համար լիքը պատրաստի գործիքներ ունի։ Բայց Գուրգեն ջան, դու չես կարա ամեն կոմպոնենտում ինչ ունես, չունես, ինչքան գործիք ունես, մեր ящикով բերես necessity իմաստը։ Եթե այդ կոմպոնենտում valorjan քեզի մենակ for-ի կլուշն է պետք, for-ի գործիքն է պետք։ Դու ինչի՞ ես բերում սա գործիքների դարակը լցում օրինակ եմ ասում։ Այսինքն դրա համար Angular-ը ասում է, եղբայր, քեզ ինչ պետք է, այդ էլ բեր import արա։ Ու օգտագործ։ Գուրգեն ջան, դրա համար եթե հանկարծ այնց ստացվի, որ ես կարող եմ կոդ գրեմ եկա, հետո այնց ստացվի, կեսը ջնջեմ այն չօգտագործվող բաների։ Բայց պետք է ուշադրել եմ Գուրգեն ջան, որ գամ համբի իմպորտների մեջից էդի ջնջեմ։ Խոսքի, valor-ը դեմից ng4-ով ա լուծե, դիկոն ասում ախպեր, չէ, գիտեք ինչ, եկեք ng4-ով չլուծենք, եսի միջով լուծեք, խոսքի։ Ջնջում ենք, փոխում ենք, բան, այս ng4-ը ստե իմպորտ արած մնում է։ Տղեկ, այս ng4-ը պետք է ջնջենք գրադանենք, այս վերևից էլ հետը։ Այսինքն եթե Գուրգեն ջան, դու ստեղից իմպորտներից այս ng4-ը ջնջում ես, ընդ է պետք է ցած ջնջես, որտեղ անիմաստ ծանրացնելու ակու։ Այս մասը ջոգել ենք տղեկ։ Ահա, հիմա այս մասը հասկացա։ Եկեք մի հատ վերաբադառնանք ախպեր ջան, այս HTML-ի հետ կապ ունեցող բաներին, ng4-ը, ng-if-ը, տղեկ, գոյություն ունի երկու հատ հիմնական տարբերություն։ Եկեք հոդեմ չեք մի հատ նորից սաղ թեմաներով ընդհանուր գանք։ Գնացինք ուրեմն։ Հա, վրազելու տեղ չունենք, տղեկ, ավելի լավ է, հեսա հերթով նորից թեմա գանք։ Հա, ավելի լավ է սենց մի հատ զերոյից գանք, որովհետև ես սիրում եմ Angular-ը։ Angular-ը տղեկ այնպես բան է, որ մի հատ անում ես, մի հատ վրից նորից պետք է անցնես։ Չի լինում, մի անգամից էսի հեծնես չի տվելու, էլ։ Այ հեսա որ մի հատ է գանք վրա ոբշի, լրիվ տեղ է կանգնի, okay։ Հիմա տղեկ։ Ես օրինակ կարող եմ սա լավ թողեմ, լավ, ես նավ բան գիտեմ որ սերվիս մերվիզը կանցի, բայց ոչ սերվիսը նորից կանցնենք։ Տեսնես մի հատ բան կանցնենք։ Ինձանոց ես նա երչեմ բրգի, բայց նա այսել է ինոդը։ Okay։ Կարող այս ավելի բան եմ այդեմ համար չի երև։ Դեմիս նամոր աշխատում է, հետո բարձում է իվար չի ջնջում բանչան։ Ես մի չորի բաներ եմ էլի արեցիլերում։ Տայք, ես պրոստը մաքրեցի բանը, ինչ պետք չէր էլ, ոնց որ ուզում եմ սրույց կամ էլ, հա։ Հա, հոտ։ Բալը ջան, եթե դսից կոմպոնենտ ես ուզում օգտագործես, իմպորտներին պետք է նշես, թե չէ։ Всё։ Դա կարող եմ որ զրոյից կամ մի քիչ շնես բաներ ասեն, որ էլի արել եք, բայց ավելի լավ, հետո զրոյից, բալիվում արել եք դրանք, պրոստը ավելի լավ է հետո զրոյից մի հատ եկեք, էլ։
Որտեղ հա մի բան Արմանը ասում, բան ես ասում, ավելի շատ ինֆորմացիա կունենաք, են։ Ոչինչ, հա։ Հա։ Սերվիսները տղեկ ամենաբարդ հասկացություններից մեկն է, որ պատկերացնես вообще սերվիսը ինչի համար է պետք։ Այո։ Տղեկ ջան, եկեք ստանդարտ մի հատ սուտից։ Հա, տղեկ, հետս հավասար եկեք, էլի, արդեն ես ահագին այն սկզբի վախտերը չի մոտներդ, էլի, հա, կարակ հետս հավասար գա կարծում։ Չէ, Վալեր ջան, կարաս, չէ։ Դեսո, գնացինք։ Բարդ բաներ չեմ անում, տղեկ, հեսա հերթով մի քանի ոնց է քեզ ավելի բան։ Իսկ մա կարաս հալագարակ գրելով գաս։ Թեստ կսարքենք ես, հա, տղեկ, ես իմիջ բան չեմ սարքելու։ Angular, ng, generate, component, տղեկ, որպեսի կարճ լինի, հա, generate component կարամ գրեմ, ես ուղղակի այդ բառերը միշտ գրում էի, որ ձեր աչքը սովոր։ Սերվիզի ժամանակ մենք նշում ենք սերվիզի պապկեն, դրոց ու սերվիզի անունը։ Միստեղ կարող նշենք օրինակ Լավ, ոնց ստալ ջոգել եմ։ Ֆորմի մեջ, դա, չէ, հիմնային մենք ունենք երկու հատ ինչ-որ բան, APP-ի մեջը, ունենք ինչ-որ բաններ, ինչ է։ Մատ header ունենք, մատ ես ինչ ունենք, այդ header-ի մեջը մի հատ էլ կոմպոնենտ։ Լավ ես անում, Գուրգեն ջան, բա ոնց։ Չէ, կարող, չէ, այդպես, Իհարկե կարող։ պապկյանը նշենք, դրոք ու ինչ-որ իրա մեջը կսարքենք։ Շատ ճիշտ ես։ Այսինքն ես հիմա կարամ այս տղեկ, այս կոմպոնենտը սարքեմ components պապկի մեջ, components, բակ չունենք, պետք է ավտոմատիկ, ջան, այդպես պետք է գրվի։ Կարամ ես տեմին չդրեմ, չէ։ Components-ի մեջ ուզում եմ test component սարքել։ Հեսա կսարքի Վալեր ջան, մի հատ components պապ կա, Գուրգեն ջան, քո ասացի պես։ Դեվից կսարքի նայ, components պապ կա սարքեմ, մեջը test-ը։ Պրոստը ստեփ ապուշը մի հատ է որ սարքեմ խոսքի test 1 ցույց տալ, որ առանձին է, պրոստը ինձ իրար հետ ցույց տալ։ Components-ի մեջ տղեկ ջան, երկու հատ component սարքես, test-ն ու test 1-ը։ Այսինքն տղեկ ինչ ճանապարհով դու ուզես, ինքը դրանով է սարքելու։ Okay։ Ուրեմն կոմպոնենտը, բայց կոմպոնենտի համար առանձին բան չի սարքել, ինքը HTML-CSS-ի Սարքել է, components-ը պապկի անունն է ուղղակի։ Հա, չէ, ես պատկերացրի, ես գիտեի թե ցան կարող է քանի Մի հատ component սարքի, չէ, APP-ի մեջ ես գցում, չէ, դու ես դու կարա սարքես, դες փոքր կդորելով գցես օրինակ header-ի մեջ։ Չէ, դու պետք է դե ուրեմն պետք է նշես ուղղակի ինքը տղեկ կոմպոնենտա սարքում մենակ վերջի կտորի համար։ Բալեր ջան, այսինքն եթե մի հատ ես գրեմ test 1-ի մեջի հարգելիսի մեջի խոսքի չգիտեմ, պարոն, ու վсё, տղեկ, վերջինը ի՞նչ է, պարոն։ Ուրեմն պարոն կոմպոնենտը կսարքի, ինքը մնացածը դատարկ փապկ է քալնեն ուտի։ Պատկերացինք, չէ, Վալեր ջան։ Ինչ։ Հավայ դերտիկ։ Պետք չէ, մենակ թեստներ տղեկ, մեզի պետք է թեստ 1-ը հավայի սարքի էլի, որ ցույց տայի ձեզ։ Ահա։ Արա եկեք ախպերել ես ջնջեք ես կոմպոնենտս, ես պրոստը ցույց տալու համար ասես սարքեմ, էլի։ Հենց պրոստը մի հատ թեստ կոմպոնենտ է պետք է, ինձ այն ամենա բան մակարդակը։ Ահա։ Հիմա եկեք մի հատ, որպեսի եկեք մի հատ sense սկսենք։ ng-if-ը տղեկս։ ng4-ը եւ էլ ինչ կար Վալեր ջան, դե ասա մի հատ լավ բան ասա։ Որը։ Հա, եկեք մի հատ այսօր դրանցով անցնենք, հա։ Գուրգեն սիրած բաներն են, հա։ Նավի նայ։ Մի հատ test component ենք սարքում։ Այս հատը կոմպոնենտի մի հատ ուրիշ կիրառություն է ձերի հետ կասեմ, էլի, որ շուտով կոմպոնենտը էլ ոնց կարելի է օգտագործել։ Չէ, սարքել է նույնն է, դիք չէ, ուրիշ ձև չունենք։ Հա, եկար։
Ահա, ես կակրած հերթով կեցանք դրանք։ Դեք, ես ng4-ը, ng-if-ը, ng-style-ը կոչվում են դիրեկտիվներ։ Դիրեկտիվները տղեկ ջան լինում են երկու տեսակի, որոնք ազդում են անմիջական HTML-ի վրա եւ որոնք որ չեն ազդում։ Դա գիտեք։ Հիմա ng-if-ը Գուրգեն ջան ազդում է HTML-ի վրա թե չէ։ Ահա, ինչ անում։ Փոփոխում է ստրուկտուրը։ Այսինքն տոլնի, տղեկ, օրինակ ինչ-որ դիվ, ինքը կարա լրիվ HTML-ից վերացնի, ջնջի։ Առաջանում։ Ահա, եթե նայենք JavaScript-ով, տղեկ, եկեք հələ մի հատ էլ JavaScript-երեն թարգմանենք այդ ամեն ինչը։ Բալեր ջան, որին է համապատասխան ng-if-ը։ Օրինակ, էլ ոնց կարանք, մենք ունենանք մի հատ HTML կոդ, որը որ հետո ջնջենք JS-ով։ Սովորական JavaScript։ Եթե կա այդ կլասը, եթե չկա այդ կլասը, եթե կա։ Չէ, ուզում եմ ասեմ իմի ոնց որ ուզում եմ ինչ-որ div-ի մեջից մի հատ UL ջնջեմ։ UL կայուն եթե հավասար այս բանի, թող այդ կլասը լինի, թող ադմի վրա։ Okay, նաև ունենք այդ remove-ը։ Հիշում եք, որ էլեմենտը գտնում էինք Վալեր ջան, որ ենք անցնեինք այդ remove։ Հա, ինքը ինչ էր անում Վալեր ջան, HTML-ի մեջից լրիվ ջնջում էր այդ UL-ը խոսքի էլ։ Տայք նույնը ng-if-ն անում։ Չմտածեք թե ng-if-ը հրաշագործ է, ու ես ինչ անում։ Ինչ է, մի հատ պայման է, չես ստուգում։ Պայմանա ստուգում Վալեր ջան, պայմանից կախված կամ remove անում այդ անտեր div-ը կամ UL-ը կամ ինչի վրա որ գրել ես։ Հա։ Իտոգում այդ է, զուտ ասածս էնա տղեկ, որ ng-if-ը արդեն իտոգում այդ գործողությունն է անում։ Հա, որ ինքը եսի ինչ ավելի գործողություն չունի։ Տղեկ, test կոմպոնենտի մեջ ուղղակի եկեք գլեմ hash1-ով hello, ապշի կարող չի։ Եթե ուզենամ այս test կոմպոնենտի մեջ եղած չեղածը տղեկ, օգտագործեմ, լավ, հələ մի հատ ուզում եմ, հա, app-ում օգտագործեմ առաջի բանը, որ պետք է գամ գրեմ, կամ նայեմ տենամ test component TS-ում։ Այս մարդը ինչ սելեկտորով է ստեղ հայտնված, չէ՞ Գուրգեն ջան։ App-ը test-ով գնացինք։ Իրան ունենք։ App-ը test-ը Վալեր ջան, միակ բանը որ պետք է անեմ, դա import-ն է։ Անունը ինչ էր, test component։ Import արեցի, всё, իմն է, կարամ հանգիստ օգտագործեմ, տղեկ լիարժեք։ Okay, էսի օգտագործություն։ App-ը test-ում տղեկ, եկեք գնանք մի հատ զանգված սարքենք։ Տեսեցու դա հավայ բաներ գրեմ, ID-ն գրեմ 1, name-ը yes, հաջան։ Test-ի մեջ եմ գրում, տղեկ, հա, test component-ի մեջ։ Հա։ Տեսակը, okay, հեսա է դրան էլ եմ անդրադառնում։ Քանի որ տղեկ ինտերֆեյս էլ գիտեք դուք, ճիշտ եք ասում, եկեք ուրեմն միանգամից ինտերֆեյսն սարքեմ, ու ձեր մոտ հավանաբար ինտերֆեյսից պապկեն կա։ Տղեկ, հիմա կներեք, էլի որ ընդհատում եմ։ Մի հատ հələ ինձ ասեք ինտերֆեյսը ինչի համար, էլ։ Ասա, Վալեր ջան, ասա։ Լավ, մի դու ծրագրավորող ես, մտար տեսար ինտերֆեյսա գրած, այդ ինչ տվեց քեզ։ Okay, Գուրգեն ջան, դու ինչ պատասխան կտաս ինտերֆեյսի մասին։ Այդ ստրուկտուրայի մակետն է, որը կա ինտերֆեյսի մեջ։ Okay, լավ։ Տիկ ջան, դու նույն բաներով անում չէ։ Այդ ID-ները։ Հիմա լավ, նույն հարցը քեզ եմ տալի, նույն հարցը քեզ եմ տալի։ Մտել ես, տեսել ես ինտերֆեյսա գրած։ Ինչով է քեզ օգնում այդ ինտերֆեյսը։
Հա, եթե քիչ է։ Սովորաբար առանձնացնում ենք։ Հա։ Ոչ որ բաները կարաս, օրինակի համար էս նայ։ Մի խոսքի եթե պետք է բան սարքես, loading խոսքի։ Ու պետք է տաս սրան true false, հա, true կամ false։ Էսի ուրեմն всё, տեսես սրան չես կարա դու value ջան ինտերֆեյս սարքես, պետք է ասես տասես boolean։ Չէ՞ Գուրգեն ջան, այ սրա մասին է խոսքը։ Էսի всё, տեղում պետք է տաս հաստես առաջ, ես սրա համար ով է ինտերֆեյս սարքել։ Տվեք, եթե ունենք օբյեկտ, գնում ենք ինտերֆեյսը սարքել։ Երկու հատ, հա։ Ջան։ Հա, չէ, մի հատ։ Էսի երկու հատ է Գուրգեն ջան օբյեկտ մեջ։ Հա, ես ասում եմ, հա, բայց տվեք ջան, ինտերֆեյսը առաջի հերթին իմ համար, տիքը մի SSI որ դատարկ թողեի։ Գալիս ես տենում ես ինչ-որ լեսնս հավասար է դատարկ զանգված։ Մի դու ուրեմն պետք է դաս գուշակես, թե այդ օբյեկտները ինչ պետք է լինեն, կամ ինչ ինֆորմացիա մեջ ակնկալվում։ Չէ, էնի տղեկ, էնի հենց գրիկ մի անգամ всё ախպեր, դա դու դատաստանի փայք դառնալ։ Okay։ Այնտեղ ինչ է, նոմի շատ դեպքում ես կբերես Հա, տվեք, չէ, էնին, էդի, չգիտեմ, ամենակրիտիկական, ամենախայտարակ պահին Հա, էդի ճիշտ է, այն որ էդի պետք լինի, որ գրենք էլի։ Հա, շետի շատ հազվագյուտ դեպքերում գրում ենք էլի։ Տիկ ջան, այս lessons-ների օբյեկտը ինձ թվում է պարզ է։ Տվեք, ինտերֆեյսը նախ առաջի հերթին Վալեր ջան, ինձ տալիս է պատկերացում թե ինչ ես պահել, որտեղ նայ, տիկոն բան է սարքել ախպեր։ Մի հատ կոմպոնենտ է սարքել, Գուրգեն ջան։ Ես այդ կոմպոնենտից չեմ օգտագործել, կամ մի հատ եկա ֆունկցիոնալ է սարքել, պետք է մտնեմ մեջը գործանը։ Արա ախպեր, մտնում եմ տերում եմ շուտ օբյեկտներ է փուշ արած բանման, ես իմ իշխառը բաներ արած, տիկ թե ես չեմ հասկանում, ախպեր, ինչ պետք է պահեի դիտո դու։ Ինչ ճիշտ փուշ արել։ Հիմա մեկ ասма խնդիր կա։ Է կարող է տիկոն ախպերս, ընդ մի հատիկ բան չրթիկ։ Մոռացել է Գուրգեն ջան այդ օբյեկտի մեջ տնի։ Բայց եթե ինքը ինտերֆեյսը սարքեր, ես մի անգամ նախ կտարակեր անգուլարը, չէր թողի որ տիկոնը տենց սխալ աներ, Վալեր ջան։ Երկրորդ է դաժե եթե նես բանա որ դրա պատճառով անգուլարը չի տրակել, տվեք ես շուտ կկողմնորոշվեմ որտեղ է խնդիրը։ Ես շուտ կգտնեմ ինչի հետ է կապված։ Նախ, երկրորդն էլ այս ապուշ Visual Studio-ն չէ, բայց WebStorm-ը տվեք, HTML-ում օրինակի համար որ ուզում ես օգտագործես քերը, ինքը քեզ հուշում է։ Ասում է Գուրգեն ջան, ասում է ես իմ ինչի մեջ, ես իմ ինչ ունես, ես իմ ինչի մեջ, ես իմ ինչ ունես։ Գիտես ինչի հիման վրա է օգնում։ Քո սարքած ինտերֆեյսների։ Վալեր ջան, այսինքն հերիք չի։ Angular-ը կարող է ստուգի քո գրած կոդը ինտերֆեյսից կախված։ Էդի մեկ պլյուստիկ։ Դրանից գժանոց բան չկա։ Այսինքն դու գրում ես օբյեկտ ես սարքում, բան ես փուշանում կամ ինչ-որ գործ ես անում, Angular-ը արդեն քեզ ասում է ախպեր, ճիշտ ես արել թե սխալ, Վալեր ջան։ Է դրանից կայֆ բան, էդի հələ մեկ։ WebStorm-ը կամ ռեդակտորը քեզի հուշում ասում է եղբայր, այս զանգվածի մեջի ես ինչը կարդալու համար պետք է գրես get օրինակ եմ ասում, get ID-ա գրած, այստեղ գրեի ընդ get ID-ս, Angular-ը կտարակեր, կասել եղբայր, ընդ էս բան չկա։ Բայց Վալեր ջան, եթե ինքը այս ամեն ինչը ես չտամ գրեմ տիկ ջան, ընդ get ID, կարող ախպեր ժամերը մի հատ խնդիր լինի չջոգեմ ինչից է։ Դե արի քթի, որ ընդեղ ախպեր ID պետք է ներ ոչ թե ID։ Ու սախ կոդ է Վալեր, այդպես կդառնա զիբիլանոց։ Բայց եթե դու հստակ գնում ես ինտերֆեյսի մեջ, սարքում ես new Այս ինտերֆեյս չէր սարքում, մանով տերմինալով, ես պրոստը միշտ Շվար սարքել է։ Մտի ավեցրա դու անում է գրի, ունդեր ես լիքը բան կարող, մի պա բանի մեջ լիքը։ Ուրեմն գրենք lesson get չէ interface տվեք get ts չէ հա Կոմպոնենտը ուրիշ բան է, ինտերֆեյսը ուրիշ բան է, դրա համար։ Հմինայ անունը որ ուրիշ ունինա, այստեղ ինտերֆեյսի անունը ես շուտը սարքել եմ color ես ինչ եմ դրել, բայց դրա մեջ լիքը չի կարելի։ Ուրեմն նայեք, տվեք ինտերֆեյս Վալեր ջան, այդ հարցի պատասխանը հասկացար։ Any կոմպոնենտ է, կոմպոնենտը չկապ ունի ինտերֆեյսի։ Այդ անունը colors interface get ts, հա։ Ուրեմն ընդ պետք է լինի մենակ color get interface class interface-ը։ Color interface դրա մեջ լիքը interface-ն է, հա։ Որն է էքսպորտն է։
Աշխատելու է, Գուրգեն ջան։ Չէ, շատ լավ աշխատելու է, по-любому աշխատելու։ Աշխատում է։ Կարալ, հա, դիք։ Մենք ջնջոր սարքել եմ, ջնջեմ, այդ նոր ջնջեմ ես։ Որս։ Չէ, ձեր մի դու, թազեն կարաս ավելցնես պրոստը, էլ պարտադիր չջնջես։ Ես պրոստը 0-ից գալիս եմ, որ ձեզ համար Հա, լավ է, դիք ջան, եթե բանով եկա, տերմինալով եկա, էլ։ Պրոստը եսի միշտ չունեմ, ինտերֆեյսից ես։ Ամեն անգամ այս թազը բան բդից։ Նայեք, այսպես պետք է անեմ, export։ Ну հա, եթե ձերով չսարքեք, export interface տվեք, interface բառը։ Նայեք, հիմի անի նորից կամ նայեմ։ Էսի գրած էր export class անում։ Բալեր ջան, ստեղ է գրում export interface-ը անում։ Interface-ը, տղեկ, Angular-ը հասկանում է, որ եղբայր, դա ուղղակի մոդելն է, դա իրական օբյեկտը չի, դա օբյեկտի ձևն է, տեսքն է, մակետը կամ կմախքը, էլի ձևը ոնց ալում կմախքը, մուլյաշ։ Export interface, lesson, տղեկ ջան, միշտ մեծատարով, lesson, interface, Բալեր ջան, սարքեցի lesson interface։ Ըստ հավաստի տեղեկությունների Գուրգեն ջան, մեջը պետք է լինի ID։ ID-ն պետք է լինի number տեսակի։ Դիք ջան, եթե անկարծ ինչ-որ մեկը ընդեղից ուզենա բան փուշանի, որը որ text եղավ, չի կարողանալ։ Բալեր ջան, ID-ուներ մեկ է name, չէ՞, name-ն է ինչա string։ Գալիս է test component տղեկ։ Lessons-ը ինչ է։ Առաջի հերթին։ Զանգված։ Պետք է նշեմ, արայ։ Շագերտներով անում։ Ահա։ Չէ, Վալեր ջան, սես չանեմ։ Այս մասը բարձա Վալեր, ստեղ բաներ կա որ չի։ APP-ի մեջ եմ օգտագործել Վալեր ջան, դրա համար APP-ի մեջ եմ import արել։ Այ APP-ի մեջ եմ կպցել դրա համար այստեղ։ Okay։ Lessons-ը ունենք։ Դիք, ինչի պետք չի սարքել զանգվածով էսի։ Դու պետք է մի հատիկը սարքես, որտեվ Գուրգեն ջան, դեպք կա, կարող է էսի քեզի հատով է պետք։ Հա, դեպք կա կարող է յաշիկով է պետք զանգվածով։ Վալեր ջան, դրա համար որպեսզի ես սարքեմ մի հատ ու օգտվեմ հավերժ դրանից, պետք չի տանել ընդ ասել ախպեր ես ընդ կարաս մի անգամից Գուրգեն ջան, տանես օրինակ եմ ասում, ընդ ասես դու զանգվածով ես սրանից։ Բայց չէ, երբ պետք է առանձին սարքի, որտեղ որ յաշիկով է դեմը գրի որ array-ով, հա, որտեղ յաշիկով չի հատանուց է օգտագործում։ Այսինքն տղեկ, դուք նայեք հատի տարբերակով, հա։ Միշտ ինտերֆեյս սարքելուց հաշվի առեք, որ դուք մի հատի համար եք սարքում, ոչ թե մի անգամից array-ով կամ ինչ-որ բան։ Դա Հիմա, այսինքն եթե Գուրգեն ջան, ես ID-ի տեղը հանկարծ փորձեմ տեքստով գրեմ, ինքը արդեն էրոր է տալու, չէ՞ Վալեր ջան։ Տենում ես ինչ հրաշք բան է արդեն։ Էսի մեկ Ավել բան, Տիկ ջան, եթե ուզենաս ավելացնես ինչ-որ։ Всё, տրակելու է։ Հա։ Կլինի։ Չունի։ Ինտերֆեյսի մեջ նա փոխի հարցազանած։ Այդ ուրիշ բան։ Էդի ոչ թե նշանակում է որ ահա, լավ ես ասում։ Դե ասա ի՞նչ է նշանակում հարցականով դեպքը։ Կարա լինի, կարա չլինի, հա։ Վալը ջան, էդի հիշում ես։ Հա, այս թեստն է կամ check-ը, չգիտեմ ինչ է, էլի։ Որը որ հարցական ու էլի տեսակը պետքա պարտադիր նշվի։ Բուլյանա թե ինչ է, ինչևից, հա։ Տղեկ ջան, այսին ինչի նշանակում որ սաղի դերմը պետք է հարցական դնեք ու տենց անցնեք առաջ։ Էդի խիստ մենակ տալիս ենք այդ դեպքում, երբ որ իրոք կարա լինի, կարա չլինի։ Ոչ թե խոսքի տենց կոպիտ ասած Վալեր ջան, քո կոդը ու գործը հեշտացնելու համար ID-ի name-ի դեպի շարելով գնաց։ Չի կարելի, չէ։ Հա, այդ իրոք նշանակում է որ դա ոչ պարտադիր է ու խնդիր ունի Angular-ը կարա անտեսի, էլ։ Լավ, okay, տղեկ ջան, լավ է, ինտերֆեյսը պատկերացնում եք, այդ շատ լավ է։ Okay, հիմա, որպեսզի ես for-ամ տղեկ, այս դասընթացների UL սարքեմ, չէ։ Ու լի սարքեմ։ Քանի հատ սարքեմ լի։ Աս պատվոխով բան։ Ինչ է։ Ես Տղեկ ng4-ը UL-ի վրա է գրվում թե լի։ Լի։ Ով որ պետք է կրկնվի, ումից պետք է որ շատ լինի, ինքը պետք է լինի, չէ։ ng4 let, չէ։
lesson of ինչ lessons, չէ՞։ Ալեր ջան, բայց lessons-ը ով ախպեր։ Լավ, էսի հասկացանք ես latest գրեցի, բայց lessons-ը ուզուց։ Դիտակում ես lessons-ը չգիտեմ ով է։ Կարող է զանգվածն աստեի։ Չէ՞։ Ահա, այս զանգվածն է աստեղ հասանելի, չէ՞։ Ահա։ Գուրգեն ջան, NG4-ը գրել եմ, բայց նա արդեն տրակում է որտեղ տղեկ ջան։ Ես import չեմ արել։ Այստեղ մինչև վերջին Ահա։ Չէ, մի անգամից անենք, որ ես ահա, lesson-ը, չէ Գուրգեն ջան, lesson-ների մեջից։ Lesson-ից էսի ինչ էր անում տղեկ էսի։ Նույն text content-ն է, չէ՞ ոնց որ մեր։ Չէ, եթե դες պայամո նայենք JavaScript-երեն խոսանք, էսի նույն բանն է, այդ Ինչը։ Դե նայ, մի տղեկ, քան մի օբյեկտի համար ես կարող եմ ընդամենը մի հատ լի ունենամ, չէ՞, որտեղ for-ը Գուրգեն ջան։ Ստորացել եմ լիի վրա, չէ՞։ Վալեր ջան, մի հատ էստե փոփոխականների տեսաներության մոմենտ եմ ուզում հասկանալ։ Հիմի եթե ես էստե մի հատ span ունենեմ։ Այս span-ի մեջ տիկ, այս lesson-ի ID-ն հասանելի, հա։ Lesson-ի ID, լավ մտածեք տղեկ։ Լիի մեջ։ Տղեկ, միշտ փոքր տակի ֆունկցիան տենում էր, չէ՞ վերևի փոփոխականները։ Լիի մեջ եմ գրի, հա։ Չէ՞ Վալեր ջան։ Ահա, նույն պրինցիպն է, այսինքն տղեկ ջան, լիի մեջ lesson-ը, որտեղ ուզեմ կօգտագործեմ։ Լավ։ Ինչ վերաբերվում է Գուրգենի ասածին, հա, եթե հանկարծ լիից դուրս փորձեք բնականաբար գրեք։ Всё, մոռացեք, այդ փոփոխականը գոյություն չունի։ Լավ։ Lesson-ի ID-ն ունեին։ Նարդ։ Դիկ, եթե ես NG4-ը փոխանցեմ UL-ի, ինչ կստացվի։ Երկու հատ լիք սարքես, կարաս դնես բան, երկու լիքը ավտոմատ 3 սարքի, քանի մեջը քեղավ, այդքան լիք ստացվի։ Ինչ իրա տալի մոտս։ Հա, չէ, всё օքեյ։ UL-ին ձեր չենք տվել, չէ՞։ NG4-ը տանում UL-ի մեջը դնի, կարա լի, ոչ լի բանի մեջը։ Հիմա լավ, եկեք հələ սենց նայենք տղեկ հարցին։ Հիմա քանի հատ UL-ա սարքվել։ Քանի հատ UL։ Մի հատ UL, երկու հատ լի։ Այսինքն զանգվածի քանակով Վալեր ջան լի էրա, չէ՞ սարքվում, որտեղ NG4-ը գրածա վրա։ Այո, սայթերի։ Հա։ Տղեկ NG4-ը ինչի վրա եղավ, այդ դրանից այդքան հատ կսարքվի։ Վալեր ջան, եթե հիմա ես UL-ի վրա դնեմ NG4-ը, ըհը։ Նայ, երկու հատ UL ունեմ։ Տղեկ ինքը ցկած ունի թե դուք ինչի վրա եք ֆորֆորում, ինչի համար։ Այդ դու գիտես Գուրգեն ջան, որ UL-ի մեջ լիի վրա պետք է ֆորֆորես, Angular-ը չգիտի այդ մասը։ Angular-ը ասում ախպեր, որտեղ որ for-ը ֆորացի, այդ էլեմենտից այդքան հատ սարքել եմ ախպեր։ Իրա մեջը եղած չեղածով հանդերձ տիկ։ Դες ինչքան UL սարքեց, այդքան էլ լի սարքեց իրա եղած չեղած։ Հստակ երկու հատ լի գրեր տիկ, երկու հատ լի էր սարքելու։ Այսքան երկու հատ UL, երկու ամեն մեկի մեջ իրա լիերի քանակությամբ։ Okay։ NG4-ը լրիվ հասկացել եմ։ Ահա։ Տղեկ, հիմա մի հատ բացն ավելացնենք ստեղ։ Քլիք հասելա, չէ՞ Արմանը։ Okay։ Ահա։ Ուզում եմ դաթնի քլիքի ժամանակ, տղեկ։ Հա ջան։ Հա։ Կոմոդեցա։ Lessons-ը ինտերֆեյս տվել ես, RAS գրե։ Աշկեսա։ Նալը գնա lesson interface-ը տեսես սենց հա։
Հա, մենք հետը կարմիրն էլ աղուշում, հա։ Ցար Վալերյան, խնդիրը։ Լեդ, որտեղ ինտերֆեյս, հա, Վալերյան, ինտերֆեյսները իմպորտների մեջ դնելու կարիք չկա։ Այստեղ։ Այդ որտեղ եմ դրել։ APP-ին ես ուղղակի APP test component-ն եմ բերել։ Հələ նայ։ Հələ share արա։ Էկրան։ Abrես։ Հələ մի վարքան կներեք մատ տենենք Վալերը մոտ ինչով։ Ինչ։ Բայց router outlet ինչի՞ տա պետք է գնա APP component HTML-ը։ APP HTML-ը։ Երկար վերև։ Այ անցար APP component.html։ Հələ save սխպի։ Դատար կա էդի։ Հələ խնդիրը տստե որտեղ Վալեր ջան գրել ես lessons get name, lesson-ի get name դիգրես։ Հա, գժանոց ելնելու է точно։ Մենակ APP test component-ը չես կպցրել ընդ։ Այսի չես ալ։ Ահա։ Հա, դե ինչ է կարել Վալեր ջան, APP component-ի մեջ օգտագործել ենք test component-ը, չէ՞։ Ուղղակի բերեք կպցրել եմ։ Քլիքի վաղ տայեք, մենք փոփոխական պետք է պահենք հեսա։ Գրիշ Վալեր ջան։ Ահա։ Toggle UL ֆունկցիան սարքել ենք տղեկ։ Հա։ Չէ, void ֆունկցիա է։ Չէ, Վալեր։ Ահա, void-ը նա, որը որ return ոչի բան չի անում։ Տղեկ ջան, կլասի մեջ մի հատ բան ենք ունենում show UL։ Հավասար է false։ Աստե գրենք boolean, չէ՞ խոսք։ Ունենք տղեկ ես փոփոխականը։ Ահա։ DC show UL-ը հավասար է։ Բա boolean չի։ Նայ, կա իրա մեջ Վալեր ջան, պայելու եմ ya true ya false։ Boolean-ա թե չէ։ Ահա։ Չէ։ Էս ինչ անում տղեկ։ Okay, եկեք ուղղակի հələ որ test component-ում տպենք նայենք, չէ՞։ Այստեղ։ Ոնց էր կոչվում toggle UL-ը, չէ՞։ Նա հասկանանք true false-ա գրում թե չէ։ Բայց բան չի։ Ինչի կանչեմ։ Ով։ Ես ստեղ եմ տպել, հեսա ուղիմ։ Բայց ինչ հա տղեկ ես։ Չէ, վերադարձնելը կապ չունի։
Ինչն է, մի բան չեմ փագեստը գիտեք դա։ Ֆորի բանը։ Այդ է այսօր շոու պետք է տպեի, շոու UL-ը պետք է տպեի դա։ Հա, ես չէ ջոգեմ։ Ես նկատել եմ ասում ես, որ ես ստեյ կպցրած ես բան չգիտեմ դեռ։ Ահա, դայք false-ա, չէ հիմա։ Կտեսնեմ Վալո ջան, պետք է դառնա true։ Ու սենց անընդհատ, չէ true false։ Ահա։ Որտեև ինչ եմ արել, ասել եմ բաթոնի քլիքի ժամանակ SDC show UL-ը միշտ սարքի հակառակ նշանով։ Ինչքան քլիկ անես, այդքան հետ է շրջելու նշանը, լավ։ Հա, ես ինչ ուզում եմ, ես ինձ պետք չի։ Լավ։ Տղեկ, եթե ուզում եք ինչ-որ մի բան, ինչ-որ դեպքում երևա կամ չերևա, ինչ-որ պայմանից կախված, բնականաբար օգտագործում ենք ng if։ Ես տղեկ օգտագործեցի ստրուկտուրի դայրեկտիվ, այսինքն որը որ HTML ստրուկտուրան պետք է փոխի։ Վալեր ջան, հիմա show UL-ը դեմից false-ա։ Նայեք, ես եմ տվել նախնական արժեքը տիկ ջան, տվել եմ false։ Արդյոք առաջի բացելուցը երևալու է այդ անտերը, թե չէ։ Չերևալու UL-ը գոյություն չունի բացարձակ, լավ։ Եկեք նախ գնանք իմպորտների մեջ ng4-ի կողքը սիրուն ավելացնենք նաև ng if-ը, տղեկ։ Գիտեք, չէ՞ ավտոմատ իմպորտ անելու ձևը։ Այն ամուշը Մենակ լամպուշկենը չէ, նայեք, գրում եմ ենթադրենք ng if-ը, որ հանեմ ըստեից, գրեք ng i ու այս ցուցակից գտեք իրան enter սխմեք։ շոկի ասում եմ, դերում սա ասում եմ։ ng4 գժանոցա, չէ, գնացինք։ Դայք UL-ը չկա, ինչի չկա, որտև եմ փոփոխականը false-ը, հեսա նայ։ Ինչ-որ տես ասում է անգուլարը քեզ կանաչով կոմենտաց ուշում է, որ ասում է պես դե բան պետք լիներ, բայց չկա։ Քլիքի ժամանակ միանգամից հայտնվում է UL-ս իրա լիերով, չէ։ Վալեր ջան, ինքը ինչի այլևում, որտև ng if-ը բացվել է, չէ։ Այսինքն ng if-ը միշտ ստուգում է, եթե ինքը true է, ինքը կա։ Տնայնի մեջ ունեիք, չէ, տես կտոր, որ ֆորմը պետք է երևար կամ չերևար, չէ։ Քլիքի վաղտ, այսինքն Վալեր ջան, կարա իր ինչ-որ փոփոխականի false տայր կամ true տայր ու ինքը կանհետանար։ Չէ։ ng if-ը։ Ահա։ Հիմա տվեք։ ng if-ն ու ng4-ը ես վստահ եմ արդեն լրիվ գիտենք իմաստ չունի, չէ՞ իրանց ծեծելու տվեք։ Էլ այդ պարաբելները արանքից հանի, այդ քլիքը քառոքսի փակագից խոչի։ Կլոր փակագից է։ Քլիքի դեմն ու վերջը։ Գիտես, Վալեր ջան, հələ այ դրանք հանի, ահա։ Հա, չի կա։ Վալեր ջան, հələ հետ գնա։ Չէ։ Հա, օքեյ։ Ահա, տվեք։ Հիմա Գուրգեն ջան, ես ուզում եմ, որ յուրաքանչյուր լիի վրա քլիկ անելուց կոնկրետ այդ օբյեկտը, որի վրա քլիկ ա եղել, կոնկրետ այդ lesson-ը անունի դեմը +1 ավելանա կամ ինչ-որ մի բան ավելանա։ Օրինակ, մի սենց ասեմ, գրեմ քլիկ անեմ, վրան գրի այս մեջտեղի գծիկ 1։ Ամեն առաջինը ինտերֆեյսից ավելացել Չէ, նե թազա բան չեմ ուզում, նե օբյեկտի մեջ ավելացնել։ Name-ն եմ ուզում փոխեմ, տայ։ Լիի վրա քլիկ կախենք, չէ։ Երբ ես ուզում Քլիքի վրա։ Լիի վրա քլիկ կախենք,
Change name. Ինչ ինֆորմացիա է տղեկ ձեզի պետք, որպեսզի դուք կարողանաք դա անել։ Change name-ը ֆունկցիա է։ Պարամետր պետք է սպասի տիկ։ Ինչն ես ուզում պարամետրով։ Lesson-ը կարամ տամ։ Տես փոխանցեմ Գուրգեն ջան։ Ալեր ջան, ինչ եմ անում։ Քլիկի ժամանակ lesson-ը, ձերից տակի եղած օբյեկտը։ Փոխանցում եմ ֆունկցիային, որ հեշտը լինի ինձ։ Ճիշտ չէ՞։ Ալեր ջան, եթե չփոխանցեի եսի, չէ իմանա ում վրա է քլիքը եղել։ Կամ է, կարայի target-ով, market-ով, բայց այս Angular-ը ավելի հեշտ է, ասես միանգամից օբյեկտը փոխանցել։ Change name ֆունկցիա չունենք, բնականաբար պետք է գնանք toggle UI-ի տակ, սարքենք change name։ Ինքը էլի void ֆունկցիա է, որ ոչինչ չի վերադարձնելու, բայց պետք է ընդունի պարամետր։ Վալեր ջան, ինչ պարամետր պետք է ընդունի։ Lesson անունով ինչ որ փոփոխական, չէ՞ Գուրգեն ջան։ Բայց lesson-ի ինտերֆեյսը ի՞նչ է։ Lesson ինտերֆեյս։ Չէ՞։ Դες Վալեր ջան, ես այստեղ ոչ թե օգտագործեցի զանգված, այլ մի հատիկ։ Չէ՞ տիկ։ Ահա, տեսար Գուրգեն ջան, մի անգամից օրինակ թե ինչի չի կարելի array-ով սարքել։ Lesson օբյեկտի, որը որ եկել է։ Get name հավասար է, իր պլյուս հավասար է, սենց գրի։ Պլյուս հավասար է, խոսքի 1 կամ կապ ապշի ունի։ Ահա, դա քլիքի ժայից հետո պետք է նոր բացվի, չէ՞ էսի։ Քլիքը անեմ, ահա։ Չէ, Վալեր ջան, եղավ։ Հիմա, բայց լեսի քիչ է տոյք, օքեյ, ինքը սիրուն ավելանում է, ինչ ալում, տիկ, ինչ հակած։ Այդ որտեղից Angular-ը հասկացա։ Դու ասել ես թազա նկարի։ Վալեր ջան, դու ինչ-որ միտեղ գրել էիր, որ ախպեր, երբ որ ես օբյեկտի մեջ բան եմ փոխում, դա պետք է թազա նկարես, չէ։ Գուրգեն ջան, երբ որ դու lean ng4-ի միջոցով օբյեկտ ես տա, զանգված ես տալու, ասում ես ախպեր, ես օբյեկտի բանը ID-ն պետք է նկարվի կամ name-ը պետք է նկարվի։ Ինքը շատ զգուշորեն հետևում է քո յուրաքանչյուր փոփոխությանը այդ օբյեկտի հետ կապված։ Ինչով, իհարկե ռեֆերենսների միջոցով նախ, տենում է, եթե կոպիտ ասած, դա սենց ասեմ, եթե քո այս օբյեկտի վրա որոշակի փոփոխություն եղավ, հա, դες ոչ թե ասում եմ զանգվածի, Ալեր ջան, ինքը չի նայում օբշի զանգվածի վրա։ Նախ, եթե զանգվածի մեջ Գուրգեն ջան թազա բան փուշանես, առանց թազա նկարելու, հա, կամ դու չես ասում ախպեր թազա նկար։ Տիկ ջան, ես հերիքա ուղակի ինչ որ ժամանակ հետո կոպիտ ասած կոնստրուկտորով, հա, եկեք կոնստրուկտորով գրեմ, ինձ ես թեման եմ ուզում բացատրեմ ձեզ, որ լրիվ հասկանալու։ Եթե ես ուղակի set timeout-ով տոյ կամ ոչ թե կոնստրուկտորի ժամանակ, այլ եկեք սենց անեմ։ Toggle-ի ժամանակ տոյ set timeout-ով, հա, set timeout-ով։ Ուզում եմ մի հատ անկապ բան փուշանեմ այս զանգվածի մեջ։ Այսինքն Վալեր ջան, ոնց պետք է անեմ, պետք է նշեմ, որ this-ի lessons զանգվածի մեջ, չէ՞։ Ուզում եմ փուշանեմ ինչ որ օբյեկտ։ ID-ն կտամ 45, name-ը կտամ Անտոնի։ Ահա։ Համաձայն ես Վալեր ջան։ Ինչ է կատարվելու, ուրեմն այս քլիքի ժամանակ։ Ինչի՞։ Այս ինքը մի անգամից է աշխատելու։ Ահա, համի գնացինք նորից, քլիկ եմ անում տղեկ։ 4 վայրկյանից, տիկ ինչ որ միտեղ նշեցի, որ թազա պետք է նկարվի, չէ։ Վալեր ջան, ավտոմատ ավելացավ։
Ինչ անում անգուլարը, ասում է եղբայր, եթե դու for ես գրե, իմացի օտիդո ես отвечаю այդ for-ից համար։ Ասում եմ ինչի համար ես отвечаю, ասում է եւ զանգվածիդ մեջ ավելացող եւ ջնջվող էլեմենտների համար, տարերի համար։ Ասում է եւ օբյեկտիվ մեջի փոփոխությունների համար։ Ասում եմ այսինքն, ասում է եթե զանգվածիդ մեջ բան փուշ եղավ կնկարի։ Բան ջնջիր Վալեր ջան, ասում է մեջտեղից կլինի, պոչից կլինի, վերջից կլինի, կապ չունի։ Բան ջնջիր, ասում է ախպերս կջնջեմ այդ տողը HTML-ից։ Ասում եմ օքեյ։ Ասում եմ բա որ օբյեկտից մեջ բան փոխեմ, բան ավելացնեմ, բան պակասացնեմ, եղածը փոխեմ։ Ասում է եղբայր, հենց մենակ այդ տողի, այդ չրթիկը կգնամ կփոխեմ։ Դայք Java-ս այս Angular-ը մաքսիմալ անգյալ է աշխատում։ Այսինքն ինքը ասում է եղբայր, ես ինչի ամբողջ ցուցակը նորից նկարեմ։ Եթե փոխվել է մենակ երրորդ օբյեկտը։ Հա, Վալեր ջան, ասում է ինչի ամբողջ ցուցակը լրիվ նորից պետք է ես նկարեմ, եթե Գուրգեն ջան, փուշ ես արել վերջից ինչ որ նորը։ Այսինքն, եկեք ուշադիր նայենք մի հատ HTML-ի, ստեղ։ Ոչ մի բան դե չկա։ UL-ը հայտնվեց, UL-ում կա երկու լի։ Երրորդ լին է սա, ուշադիր եղեք թրթռոցի։ Տայք ես երկուսը թրթռած, չէ։ Այո, տենց կարաք հասկանաք, Angular-ը արդյոք նորից նկարվեց ձեր զանգվածը, թե չէ։ Absolute նորից HTML-ը նկարվեց, թե եղածը փոխվեց ուղղակի։ Պատկերացրին Վալեր ջան։ Okay, տայք Angular-ը մաքսիմալ ամեն ինչ հաշվարկել է։ Ինքն հենց անում Գուրգեն ջան, որ դու այս for-ը ամեն անգամ նորից չֆռա։ Թե չէ HTML-ը որ անդադ ֆռար ծանր կաշխատեր Angular, բայց ինքը նայմանից ասում է բան ես ավելացրել, մենակ այդ կա բերեմ։ Էնի կա ասում։ Ոնց է հասկանում Գուրգեն ջան, հեքիաթ եկեք հենց այդ հեքիաթն է կոտրենք։ Հեշտ նկատել եք որ ստե չերևաց։ Ափսոս։ Ափկերևա, բայց իմ սրտով չէր։ Դայք մոտավոր sense պատկերացրեք Angular-ը տենում եք այս անկապ բաները։ Ես sense բան գրել եմ ինչ-որ միտե չէ։ Դայք ջան, էսի Angular-ն է ավելացնում իր հետագա ստուգումների համար։ Okay։ Այս մարկերը չէ, էսի սովորական HTML-ը մեկ արտով։ UL-ի մեջ լի ես գրում, մարկերը այս դեմին այ Գուրգեն ջան, այս կալորիկն է։ HTML-ի վաղտե կար, հա։ Տղեկ, NG-if, NG4 հասկացել ենք, սրանք ինչ էին կոչվում, տիկ ջան։ Ստրուկտուրնի դայրեկտիվներ, չէ Վալեր ջան, ինքը ինչի էր կոչվում ստրուկտուրնի դայրեկտիվ, որտև ինքը փոխում էր ստրուկտուրան։ Լավ, ստրուկտուրնի դայրեկտիվներից ուրեմն յան ենք տալի, գալիս ենք այս կողմ։ Էսի։ Տղեկ, եթե NG-if-ի, NG4-ի հետ հարցեր ունեք, տվեք հիմա, ասում եմ կամ խոսեք հիմա, կամ լռեք հավեր։ Բանդագանիշը բանդագանիշը այդ տապչունի, ինչ բանդագանիշը։ Շշնիկով երևի։ Շշնիկ, նույն բանը։ Նույն բան։ Նույն բանա, պրոստը թազի մեջ աստղանի NG-if-ի տեղը գրում են շնիկ։ Պրոստը էսեր նիպեր կարաս, էսիպերու, էսը կարաս միցնես։ Որը։ Հա, մի քիչ գրելը ձևի տարբերություն է, Գուրգեն ջան, աշխատել է պրինցիպն էլ անում ինժիբելը։ Պրինցիպն է, պրոստը ստեղ։ Դուք ոնց եք արվանել սովոր NG-if-ով, աստղանիշով, թե շնիկով ասարվում։ Համ շնիկով ասը, համ շնիկով ասը։ Շնիկով տղեկ, ինչն է խնդիրը, որ հանկարծ Շնիկով բայց Շնիկով վերջի մի տարին են անում։ Շնիկով սարի Վերջի մի տարին, հա։ Շնիկով սարի։ Հա։ Էլեմենտի ներսում։ Չէ, ուրիշ խնդիր է երևի, գիտես, հա։ Որտեղ վերջի Մի ստեղ միակ բանն կարաս։ Չէ, NG-if, էսի պետք է սաղ տեղերն է աշխատում։ NG-if-ը LC դեպքը Կա։ Չէ, LC Այդիկ մեր սովորած հարցական ու վերջակետի տարբերակով, հա, դիք Չէ, տարբերակով չէ։ Չէ, ջոգել եմ, Գուրգեն ջան, ինչ ասես։ Մին այ, այս else-ն է, չէ ուզում սրա գրել։ Սրա else-ը տղեկ կա։ Չէ, մի հատ ուրիշ տարբերակ ունի, ասում ես if ու else, չէ։ Այստեղ գրում ես else ու պետք է ուրիշ բան տաս իրան։
Եկեք էսի ցույց տամ, Ասեք ասեմ, մի վար կնգրեմ, որ մի անգամից բացատրեմ։ Հələ չկա, արեք եկեք սենց անեմ, no UL, հա, yəni UL չկա, չէ, LCD չի գուրգենջը, գերում եմ UL loading, գիտեմ, շունում, Ասեք ասեմ, մի հատ հասկանանք, նայ, ասում է UL-ա loading-ա, չէ, չկա, հենց կլիկ անեմ, ենի կոլավ էսի եղավ, նորից եմ կլիկ անում, էսի գալիս է ենի կորումը, if else եղավ, չէ, հիմա, բայց տղեկ ջան, սա մի քիչ ոչ թե բարդ, այլ այս աստղանիշովի դեպքում տղեկ, էսի երկար է գրում, պատկերացրիր, նայ, Վալեր ջան, if-ի մեջ է նախ else-ը գրում, else բառը, վերջակետից հետո else-ու այս ng template-ը, տղեկ, ng template-ը, այս ng template-ը, ինքը չի երևում, տիկտենում ես ng template-ը ստեղ գրած չէ, Վալեր ջան, ng template-ը ոնց որ ասում է եղբայր, այս ng template բանց, հենց այս else-երի համար է օգտագործում, else պետք է ng template-ով բան սարքես, այդ ng template-իդ անուն տաս, չէ, էսի ID տամ, նայ գուրգեն ջան, ID եմ տվել, պրոստը էսի Angular-ի ID-ը ավելի շատ էլի, այս Angular-ը պետք է ասեմ, որ else-ի դեպքում էսի պետք է ցույց տաս, պատկերացրիր Վալեր ջան, բայց հիմա ինչ կլներ գուրգեն ջան, եթե մենք չօգտագործեինք այս բաները, դու ասա աստղանիշովները, այլ սովորական, տղեկ, գիտեք ինչ եմ ես աստղանիշով սիրում սովորացնել, եկեք կանանք արդեն պայմանավորվենք իրար հետ, կանանք թազով գրենք մենակ, հա, շնիկներով, գուրգեն ջան, աշխատելու մեջ տարբերություն չկա իրանց պրինցիպի, աշխատանքային պրինցիպը լրիվ նույնն է, գերեզադեի մեջ է տարբերություն, բայց ինչի ենք մենք սովորացնում ng-if-ով, տղեկ, որտեղ պրոյեկտների այս պայն 90%-ը եւ ավելին գրված է ng-if-ով, բան չունեմ ասելու, մի 3 տարի հետո արդեն պրոյեկտների մեծ մասը կգրված կլինի էլի Վալեր ջան, շլիկներով, հա, բայց դրա համար ոնց է ժամանակ է պետք, բայց եկեք արդեն թազին սովորենք, որտեղ էլ հինը կոպիտ ասած մի որ թազա պրոյեկտ գրելու ունենք, հաստատ բան չեք անելու, էլի, հա, ինչ են գրում, շնիկ չէ, սենց է, չէ, գիտեմ ոնց է գրում, ես երբեք չեմ օգտագործել, գիտեք, չէ, շնիկ if-ը, սա պրոյեկտները բանով է եղել, հնով է եղել, հա, դիք ջան, այտենց պայմանավորման որ էլ չենք օգտագործում, պայմանավորվելու վրա է, այսի ոնց է, սինտաքսիս իսկ դիրեք չենք, հա, պրոստը, սովորական, հա, պաստորեն ես գիտենք, հա, Վալեր ջան, ինչ էր հարցնում, կարանք, հա, բայց այս այդ դեպքը չի, որ սվիչ case ունեն ասել, տղեկ ջան, այս ամբողջ UL-ը գնաց տեղ, չէ, այս ng-if-ը ջնջվա, այս else-ը ջնջում, այս հասկանանք, այս else-ը ոնց ենք անում, չէ, ինչ գրեցի, ասեցի, եթե show UL կա, թող այս UL-ը ցույց տա, չէ, եթե, հակառակ դեպքում գուրգեն ջան, չէ, թե շնիկով է էլի, հա, շնիկ else, այս մասը պարզ է, չէ, Վալեր ջան, նույնը ng-for-ինը, չէ, տղեկ, պրոստը ng-for-ը գրելու ձևն չեմ իջում, Արմանը այս շնիկով նա շատ սիրում, ես են հինը, հա, ուտի լինի, չկա, հա, իհարկե կա, ես եմ, նայ, այս սենց է գրվելու, չէ, այսինքն գրելու եմ շնիկ for, չէ, let,
Սկոպկի քոփա։ Չէ, դու իր մեջ դիգել ես։ Ունենաք նայ։ Չէ, Չէ, չէ լինակը։ հա։ Էլ այդ բառն է պետք չի։ Հա, վայ, նայ Վալեր ջան, այդ բառն են հարել։ Գրում են просто lesson of lessons։ Այսինքն Սախմախը չէր գրել։ Եկեք ես տեղափոխենք ճոգին։ Չենք անում, թե չէ, հա։ Սխալ է այդում, չէ։ Փորի իմպորտի համար է։ Եթե չեմ սխալվում, պետք է ոչ պարտադիր լինի։ Հա, ողտակ, եսի ստիպում եմ, որ մենք ես track-ը գրենք, item-ի name, հա, ուրեմն ինչա ասում, հեսա բացատրում ես track-ը ինչի համար, հա, եստեղ ոչ թե track, Գուրգեն ջան, հիշում ես, որ ասում ինքը մի հատ բան է պահում, որը դրա հասկանամ, ոնց որ դե բան փոխվել է, դե չի, ապչուտ ID-ա իրան պետք, այս track-ը տղեկ, ոնց որ ասեմ մի հատ ունիկալ մի բան, այս տողի համար, որ ինքը հետո կարանա իր փոփոխությունները հասկանա, գրում ենք track ու lesson-ի ID-ն ենք տալու։ Վալեր ջան, ID-ն գիտենք, չէ՞ որ մեր համար միշտ փոփոխվող տարբերվում է բոլորից։ ID հասկացողությունները, էլի։ Ասում ենք ախպեր, այս օբյեկտին, Գուրգեն ջան, հետևի, այս lesson-ի ID-ով։ Որ հանկարծ տղեկ զանգվածի մեջից կորի գայինք էդի ջնջի։ Ինչ արեցի տղեկ ջան, յուելի, պրոստը էլեմենտի հենց մեջից հելելա, դու սա հել է մի հատ մանկարդակ, հա? Որն էր մի քիչ խոճուճ։ Էսի ստիպեց, տիկ ջան, որ գրե։ Այն վաղտ ինքը ավտոմատ էր անում։ Էսի ասեմ ինչի, էսի հիմա ոնց որ ես այն վաղտ է կարայի գրեի տղեկ NG4-ով, Աստղանիշովի դեպքում։ Պրոստը այն վաղտ պարտադիր չէր, հիմի սարքել եմ պարտադիր։ Այն վաղտ ինչն է սա, տիկ ջան, ID-ն է։ Հիշում ես, որ ասում էի ID-ն ունես բանա, որ չպետք է կրկնվի։ Իմ մոտ ID-ա, կոպիտ եմ ասում, եթե քո օբյեկտում ID չլներ, եսի մի u, եսի մի ինչ, չգիտեմ։ Get you, եսի մի։ Բազա Վալեր ջան, այսինքն դու իրան հուշում ես, թե ինչն է քո մոտ, տիկ ջան, չէ կրկնվող։ Բայց էսի դուրս չի գալ ախպեր ես։ Տի կարանայի առած թրակի անեի։ Միշտ չի, որ ես կարամ թրակ տամենի։ Նա, ինչերից է։ Միշտ չէ էլի տղեկ, որ ես իրանց փոփոխությունների հետ համաձայնում եմ։ Սա նրա համար է ուղղակի, որ ինքը հասկանա, թե որ տողը որից ինչով առանձնացնի, հա։ Եկեք դաժե եթե ես գնամ UL-ից վրա։ Արտակապս Просто թե լավը որ ես գինեն քլիկը որ քլիկը դե քիչ դե։ Հա, բայց ստաշ մասը վերջի բանը չգիտեմ, Ինչը։
Իմը տրակավ, ես ներ չի թվում, մի անգամից տրակավ, Ներկայում իր տալի կանում։ Вообще տես պետք է լիներ, ոնց որ բանի դեպքում էր, դիք սովորական Աստանիշովի դեպքում էր ստեղծել, կարող ես որ ուրիշ ձև կա, որ դա skip պետք է արվի։ Չէ, ես նայեք տոյք, ինչ թրակը գրում են։ Այդ մեր մոտ standalone-ներով է։ Հա, տայք, անիմաստան, դու չգերեք, որովհետև ինքը վատ բան չի, դրանից վնաս չկա էլ։ Չէ, պետք չի հետի անջատել, եթե ինքը ուզում է դա ունենալ, ուրեմն ավելավա փոխանցենք իրան, էլ այդ ամեն ինչ։ Okay, տայք, նայեք, սրա երկրորդ կայֆը որն է, Գուրգեն ջան, էլ սրանք իմպորտ անել պետք չի։ Հա? Տեսար Վալեր ջան, այսինքն այս թազա շնիկովների դեպքերն է, լավ է, որ նաև ինքը չունի իմպորտերի անելու կարիք, okay։ Մի կամից լավ է, տղեկ, ես if-else-ը սենց սիրուն տենում ես, էլի լրիվ GS-ական է, էլի սենց ասած ավելի հարազատ է կոպիտ ասած ընդեղի հետ բանով, մենակ շնիկ բառը պետք է չմոռանանք։ Տղեկ ջան, եթե շնիկը չդնեմ, անգուլարին կթվա, որ սա ուղղակի ինչ-որ HTML տող է։ Просто հետաքրքիր դրս որնավոր դեռ որ չես տենում ֆորմուլի կարող է մոռանաս Որ դեր ինչի չես տենում։ Դեռ որ իմպորտ անես որ աշխատի, որ դեռ որ արտադիր չի Իմպորտ անելու բանը չկա, հա, այս շնիկի դեպքում։ Հա, այս շնիկի դեպքում որ իմպորտ չես անում, կարող մոռանաս ինչ-որ բան դերես։ Չէ, հա, չէ։ Մոռանաս։ Չէ, լուշը չլինի, լավ է, այս հարմով լավ են արել, ալվելորդ իմպորտ անելու պրոցեսվել են մեզ, էլ, հա։ Իհարկե կարաս, դիք ջան, for ինչքան ուզում ես, հիմա օրինակի համար լավ հարց ես տալի։ For-ի մեջ կարամ, տղեկ, սա ոնց է սովորական JavaScript-ում։ If-ի մեջ կարամ for գրեմ, for-ի մեջ կարամ if գրեմ, հետո այդ if-ի մեջ մի հատ է for գրեմ, հետո for-ի մեջ մի հատ է if գրեմ։ Ալեր ջան, լրիվ նույն JavaScript-ի լոգիկա չէ շարունակ։ Ոչ մեկ քեզ չի կարող արգելի որ դու ստե if գրես։ Փոփոխականների տեսանելիության տիրույթը նույնն է, ասում եմ եթե կոպիտ ասած տիկ, նայ, նա ինչ եմ ասում եմ եթե lesson-ի ID մեծ է 20-ից value։ Ուրեմն ես կարող եմ ստեմ մի հատ ուրիշ տեքստ ավելցնեմ խոսքի, չգիտեմ, hello։ Էսի ամեն լի համար եմ արել։ Ես մի հատ այնտեղ կավելանա երրորդը hello բառը տենում եք մեջը։ Գիտեք ինչի, որտեվ իր ID-ն 45 է։ Որը որ մեծ էր 20-ից value չէ։ Դրա համար hello բառը եկավ կպավ դեմները։ Էսի որտեղ գրեցի լի մեջ։ Տայք, լի մեջի գրած if-ի համար հասանելի է lesson փոփոխականը, ոչ միայն lesson ստանգված։ Okay։ Նո փոփոխականների տեսանելիության տիրույթով, հա։ Այս մասը պարզ է տղեկ։ Okay։ Լավ։ If-ի, else-ի կամ for-ի հետ կապված ինչ-որ բան ունենք տղեկ։ Ինչ թվում լրիվ հասկանալի է, չէ՞ այդ մասը։ Okay։ Բաթոններին քլիկ կախելու, ֆունկցիաներ գրելու, ինչ-որ փոփոխական հայտարարելու կամ ինտերֆեյսների հետ կապված տղեկ հարցեր։ Չունեք, իրոք պարզ է տղեկ ամեն ինչ ես ինչ-որ կատարվում։ Լավ, okay։ Տնային կտամ կհասկանամ։ Իրոք պարզ է թե չէ։ Աջան։ Հա։ Ինչ եմ անում տղեկ հիմա, ոնց որ ամեն դասին գալու են, որ դες մի անգամից այս թեմաները անցնում։ Հեսա դիրեկտիվներն էլ եմ անցնում։ Okay։ Այսինքն ինչ արինք, այսօր կարելի ասել ինտերֆեյսների
ng4 բան, սրանց վրա մի հատ նորից անցանք։ Հա, որ նորից նստի տվեք։ Այո, կրկնություն էր ավելի շատ։ Նույն ձևի այս հաջորդ դասին մի հատ նորից էլ կշարունակենք, վստահ եմ սերվիզին եք հերթ կհասնի, էլի։ Okay։ Գիտեմ, տղեկ, սերվիզները շատ բարդ բաներ են։ Այ դեկորատոր հասկացողությունը տղեկ ինչն էր։ Շնիկ կոմպոնենտ։ Դեկորատոր։ Էդի կոմպոնենտն է։ Դիրեկտիվը տղեկ ինչն էր։ Այո, ng for ng եւ այլն։ For if-ը HTML-ում լավ sense ասենք, հա։ Ուգեն ջան, այդ դրանք ստրուկտուրն են, բա որն են որ ոչ ստրուկտուրային են։ Ահա, ինչի համար են տղեկ, իրանք մեզի պետք է։ Այն վաղտ ինչ էր անում, Վալեր ջան, եթե քեզի օրինակ պետք է ելնում JavaScript-ով class ավելացնեիր, գնում էիր կոնկրետ էլեմենտը, գրում էիր class list get add կամ class list get remove կամ class list get toggle։ Էլի կարաս անես, բայց իմաստ չկա դից։ Հա? Տղեկ, մի հատ էլ բան, ասեմ նոր ասնենք, հա, բացի այդ ng կոնտեյների մասին Արմանը ասել ա ձեզ։ Ինչի համար է ng կոնտեյներ կոչեցել։ Մի անգամ դեր import չես գնում ես։ Նո, չէ։ Էդի գերես պայմանի ինտերտեր չի բացում։ Նայ, եթե if է ուզում գրեի, էդի բայց տղեկ ջան, հիմա սենց ասեմ ձեզի, աստրանիշով if-ի դեպքում իմաստ ուներ։ Սենց էլ իմաստ չուն։ Հա, պատկերացում, չէ։ Վալեր ջան, այն ժամանակ քանի որ հենց վրան են գրել էլեմենտի ng if ng4։ Մեզի մի հատ էլեմենտ էլ պետք որ վրան գրեինք։ Որ ուզենայինք որ չէր ուզում Գուրգեն ջան հավայի էլեմենտ ունենայր որ մի հատ վրան բան գրեիր, ստիպած կոնտեյներն էինք օգտագործում։ Որը որ որպես այդպեսին HTML-ում չէր երևում, գիտի։ Բայց այս թազաշնիկով գրելու դեպքում մեզ էլեմենտ պետք չի Գուրգեն ջան որ վրան բան գրենք, էլի մենք կարանք գրենք ներսը պետքա երևա կամ չերևա։ Okay, դրա համար ng կոնտեյներն էլ չեմ անդրադառնում։ Բայց եթե հանկարծ հետագայում գործի մեջ տենակ, չզարմանաք, իմացեք ինչ է։ Okay։ Ահա, ինչ վերաբերվում է այս ng style ng class-ին, էլի ավելի ճիշտ է մի քանի հատ օրինակ անենք, չէ՞։ Ահա։ Այնքան ուրախ եմ որ ինտերֆեյս գիտեք, որտեղ ինտերֆեյսը պետք է էլի ոնց որ իրան կամաց բան անում։ Եկեք ինտերֆեյսներից էլ մի երկու հատ փոքր հարց տա։ Եթե ես Գուրգեն ջան, որ ուզում եմ ասեմ օրինակի համար է։ Չէ, ընդհանուր։ Եթե ես ուզում եմ ասեմ որ name-ը կարա լինի եւ string եւ number, այդ դեպքում ինչ պետք է ասեմ։ Կամ մի հատ նշան։ Մի հատ ուղիղ կամ number, չէ՞։ Ահա, okay։ Ու սենց Վալեր ջան, Գուրգեն ջան, Տիկ ջան, այս սա հերթով կարող ես մի աշխարհ շարունակել։ Մի ես սարքել եմ բանալես spacing interface-ից։ Նա դեռ սրա տագը նա interface սարքել, բայց export չեմ անում։ Ներքին օգտագործման համար է սարել։ Ինչ-որ չէ, ինչ-որ բան դի գրես, որ դեպի օգտագործես, թե դու առանց ինչ-որ բան դելու կարաս վերևը օգտագործես իրան։ Հասկացա։ Նայ, ըստեղ տղեկ ջան, բանով, նախ պետք է եթե export չես անում, Գուրգեն ջան, այդ նշանակա որ ինքը դուսը քեզի պետք չի։ Լավ։ Կարամ գրեմ interface կարող է ներսում ապել։ Հիմա նայ։ Lesson interface-ի մեջ ենթադրենք, կարող է ուզենաս սարքես, չգիտեմ, ինչ-որ view, вообще կապ չունի։ Որը որ զանգված է, հա? Ինչ-որ օբյեկտով։ Ինչ օբյեկտով։ Interface ինչ-որ տղեկ գրում եմ u, հա, խոսքի էլ։ Գրում եմ խոսքի, չգիտեմ, մեջը պետք է ունենա number կամ number ու չգիտեմ, в общем, կապ չունի, էլի տղեկ ինչ եմ ուզում։ Then string ինչ-որ։ Նայ սա ներքին Ապրես, այս արի մեծատարով գրեմ u։ Այս ինչ-որ u-ի ինտերֆեյսը։ Ասում ես u նախբեր ջան, զանգված է u-երով լի։
Քեզի պետք է դուսը ինքը Գուրգեն ջան։ Պետք չի։ Էքսպորտ բառը պետք չի։ Չէ, այս հասկանում որ էքսպորտը դուսի է տալու համար։ Էքսպորտը նորմալ ոչ մնան պետք չի։ Մենակ ինտերֆեյս բառ։ Չէ, դու պրոստը դասկոդ տայ դեպի բանը դու Դեմիս որ դիզայնը Այդ մորացի։ Նենի ուրիշ նպատակ էր հետապնդում դրան է հելը կանրադառնանք արդեն կլասի մակարդակով։ Okay։ Շատ լավ, տղեկ ջան։ Okay։ Եկեք մի հատ հելը դայրեկտիվներին, այս դեկորատորներին, դայրեկտիվներից բանին անդրադառնանք, այս ոչ ստրուկտուրային, հա։ Վալեր ջան, եթե դու ուզում ես լին ինչ որ դեպքերում կոպիտ ասած լավ, եկեք սենց անենք, բաթոնի գույնը, տղեկ, իրա UL-ի երևալ չերևալուց կախված փոխենք։ Ինչու, կարելի է կլաս սարքել տղեկ, NG կլաս, NG կլասը հավասար է, օբյեկտ, չէ, կլասի անուն պտի գրենք որպես K տղեկ ճան, պայմանը որպես value, okay, օրինակ եկեք տնեմ անունը ակտիվ, okay, Էդի մի հատի դեպ, հեսա բացատեմ տարբերություն, էսի չեք անցե, okay, էս NG կլասն հել եկեք իմպորտ անեմ, չէ տղեկ, տալիս եմ ստեղ, ինչ ասում, ասում ինչ որ ակտիվ կլաս պտի, նայ վալը ճան, ասում եմ, ակտիվ կլասը պտի լինի, երբ որ show UL-ը true-ա, չէ, էսի էտ անշանակում, Կալա ասե երբ որ եթե կոպիտ եմ ասում վալը ճան, այս show UL-ը true false չլներ, այս ինչ որ թվային բան լներ, օրինակի համար n-ը հավասար է 100 խոսքի։ Պետք է նշենք չէ տայք որ նամբրը։ Որ հանկարծ հետո ուրիշ մեկը չկարնա փոխի սխալ բան տա, էլի։ Վալեր ջան, կարամ ստուգեմ ակտիվը, եթե show UL-ը true-ա ու տղեկ ջան, լրիվ նույն բաները աշխատում է ու նամբրը n-ը մեծա 100-ին։ NG կլասը ու օբյեկտ պայմանը հա Դա просто խաղալու if ինքանով է որ Գուրգեն ջան դու ասում ես ակտիվ կլասը երբ ավելանա երբ չէ ապա ես ասի NG կլասը նեչիո չեմ պատկերացնում просто որ NG կլասը դե ակտիվ է ու հավասար է SES բանի просто այդ օբյեկտի մեջ չես պատկերացնում նա if պայման կարող է Էսի հորինված է Գուրգեն Էսի գրելաձևն է սենց Angular-ը տակից, հա տղեկ, սա տանում է սարքվում իրական JavaScript, որը իր հերթին ենթադրում է հետևյալ գործողություններ։ Սովորական JavaScript-ում պետք է գրվեր հետևյալ։ Եթե այս ինչ կլասը չէ, օրինակի համար այս show UL-ը, this is show UL-ը։ Խորթ է գրելաձևը։ Այո, հա։ Ակտիվ գրում ես, դեռ պայմանը գրում ես, արդեն քիչ կդի։ Շատ կարճ է։ Այս դեպքը դե վերջին Այստեղ էլ չկա, դիք ջան, ակտիվը ya true-ա, ya false-ա։ Էլ ինչ էլ ստեղ, չէ՞։ Հա, եթե այս պայմանը չի բավարարից, ուրեմն չի երևա։ Բայց ոսկի չերևա, ուրիշ բան երևա։ Էդի տես դու ուղղակի կլաս ես դնում կամ չես դնում։ Չէ՞։ Նայ, okay, ալի սենց հասկանանք։ Վալեր ջան, Տիկոն ասում է, եթե ունես մի հատ ակտիվ կլաս, մի հատ ինակտիվ կլաս։ Էսի ակտիվ Տիկոն պետք է գնա առանձին գրի, Վալեր ջան։ Եթե show UL-ը false-ա ու n-ը փոքր է 100-ից։ Ամեն մեկը առանձին գրում է։ Վալեր ջան, ակտիվ կլասը իրանից ենթադրում է, որ background color-ը լինի գրի։ Inactive background color-ը red։ Գալիս ենք, տենում ենք, որ չի աշխատում։
N-ը ինչ է։ Բայց ու Ինչը։ N-ը այս անկապությունն է, տղեկ, ես իպետ չի իրականում ես, ենքան որ օրինակի համար է գրել, որ ցույց տա if էլ, հա, ես լավ չի պետք չի։ Այն Այդ թվի հետ ինչ-որ մի բան գրել։ Թաքրագծերի մեջ գրեիք պրոստը։ Okay, ինչ ալնում, տիկ ճան։ Բաթոնից վրա կլասը փոխվում ակտիվ կամ գուրգենջան, ինակտիվ։ Չէ՞ վալր ճան։ NG կլասը ուղղակի հնարավորություն է տալիս տղեկ ջան, միաժամանակ մի քանի կլասի պայման գրել։ Բայց եթե գուրգեն ջան դու ունես մի հատիկ գա տիկոյի ասած դեպքը show get active-ը, չէ՞, եկելերը կլաս get active-ը, հավասարա show UL։ Ծանոթ էր վալոր ջան այս գրելա ձևը։ Ասենք որ active կլասը պետք է active լինի, երբ որ մենակ show UL-ը true է։ Առանձին։ Չես կարող։ Վալեր ջան, պարզա, չէ, երկու հատ ալտերնատիվ տարբերակ կարամ առաջարկեմ կլաս գրելու։ Կամ ng կլասով ու օբյեկտ 10, կամ է թակ-թակ գրես։ Ինչ։ Active կլասը տղեկ ջան, երևալու է, երբ որ show UL-ը true տարավ, Գուրգեն ջան։ Inactive երևալու է, երբ որ show UL-ը false եղավ, որ հակառակ նշանով true դառնա։ Հերիվ նույն բանն է։ Պրոստը կլաս get կլասի անուն ու ng կլասը այդ տարբերությունն է, որ ng կլասը մի հատիկ գրում է, սաղ մեջ է շվարում է։ Տղեկ, այս չի նշանակում, որ սովորական կլաս գրել չի կարելի։ Հա։ Այսի նայեք, տիկ ջան, մի բաներ կա, որ օրինակ main-ը, օրինակ item պետք է լիներ սրան, կամ button կլասը պետք է լինի։ Չէ՞։ Նայեք, Գուրգեն ջան, button կլասը միշտ պետք է լինի։ Ոչ մի պայմանից կախված չի երբեք։ Վալեր ջան, եթե button կլասը, mt կլասը, gh կլասը պետք է միշտ լինեն, իրանց գրի։ Տղեկ ջան, կլասով, get active-ով կամ ng կլասով գրեք միայն ու միայն այն կլասները, որոնք պայմանից են կախված, ստուգման կարիք կա, կամ պետք է լինեն, կամ պետք է չլինեն, դեպքերից է կախված եւ այլն, okay։ Ինչի կոչվեց սա ոչ ստրուկտուրային տղեկ ջան, որտեղ մենակ ատրիբուտներ է փոխում։ Կլասը ինչ էր ատրիբուտ, ID-ն ինչ էր ատրիբուտ։ Okay, ահա։ Հիմա քանի ատրիբուտներին ենք տղեկ անդրադարձել։ Ատրիբուտների հետ աշխատելու համար, օրինակ, եթե URL էիր ուզում փոխեիր, չէ՞։ Նկարի URL ուզում ես փոխես Գուրգեն։ Հա։ Հերիք է, դու գաս այստեղ գրես մի հատ image։ Այն վաղտ ինչ էինք անում Գուրգեն ջան, գրում էինք SRC-ին, հավասար է HTTP-ին, LLL։ Եկեք գնանք տղեկ ջան, այս URL-ը պայենք JS։ Image URL, չէ՞։ String-ա։ Լավ։ Այն բանի միջի դեպքի։ Նա սիլկա կոպի կանում ես նկարի, պրոստը, չէ՞։ Ինչ գարա։ Նկարել։ Secretary bank ծալի մասի ոստի գարանը Հա, զան, եկա։ Ես կողմ տրոպչոն քաշի, հա։ Հա, չէ, եկա, չէ։ Image URL։ Տեք ջան, այս image URL-ը, կարելի է օրինակ բաթոնի քլիկի ժամանակ փոխել, եկեք ես change name-ը ջնջեմ։ Այս տակիները ջնջեմ, հա, տղեկ։ Որ այս մասը անցնել։ Վալեր ջան, նախնական նկարի հասցեն հետևյալն է։
Բայց ուզում եմ թողելու էլ ֆունկցիայի ժամանակ փոխվի նկարի հասցին Գուրգեն։ This-ի image URL-ը հավասար է մի հատ ուրիշ նկար տամ, չէ՞ Վալուրջան։ Շատ մեծ է։ Հա, սրանք էլ են մեծորեն Գուրգեն։ Տեսի փոքր։ Ես ունեցել Հա, եմ։ Լավություն է։ Տղեկ ջան, հիմա image-ի SRC-ին դիտողում պահված է JavaScript-ում։ Եթե TS ֆայլում Վալուրջան, եթե ես սովորական JavaScript անելու լինեի, սա ինչ կանեի, կգնայի, կգտնեի image tag-ը, կբերեի JavaScript-ում կգրեի, որ այս image-ի կետ SRC-ին հավասար է ու նկարի հասցին կտեր։ Դա մեթոդ չի Գուրգեն ջան, պրոստը SRC-ի տեղը այս sense-ա գրում։ Քարոքսի փակագծերի մեջ։ Տղեկ, եթե այն մեր բոլոր SRC ID-ն, name-ը, placeholder-ը, այն ինչ կար։ Բավական տղեկ, այդ ոճի, այդ սաղ, այդ tutti frutti-ները։ Եթե դու ուզում ես, որ JS-ի մեջից փոփոխականներից այսինքն ունեցածը բերես ըստե, պետք է գրես ուղղակի քարոքսի փակագծերի մեջ։ Engine style-ով չի, Ինչը։ engine modul, ընդեղ է Ինչ engine։ Engine-ը ստեղ պետք է չի։ հագարակ կա։ Էսի, հա, լավ, ես ասում ինչ եք ասում, տղեկ ջան, էսի engine մոդելի հետ էդի կապ չունի։ Այստեղ հակառակ կապի հարց չկա։ Ընդեղ adressers ընդեղ է, դու JavaScript-ի մեջ ես գրես։ Դու կարաս բերես դնես, բայց state ընդեղ կապը չես կարող հաստատել։ Engine մոդելը ձեզի պետք է, որտեղ input-ը։ Input-ն է, որ երկկողմանի կապը իմացնի, որ JavaScript-ից արժեքը փոխես, HTML-ի մեջ փոխի, HTML-ի մեջ մարդը բան ձեռով փոխի, ընդեր փոխ։ Հիմի նկարի URL-ի վրա image tag-ը կարա ինքը իր նկարը փոխի։ Կարա մարդ ինչ-որ ձեռով image tag-ի վրա ուրիշ հասցե դնի։ Հա։ Բացի վրա կլիկ անել։ Չէ, հա, եթե այ ապրես, եթե դու ֆունկցիոնալ չտաս։ Հա? Դրա համար տղեկ ջան, այն ինչ որ JavaScript-ից պետք է կարդաք որպես փոփոխական Գուրգեն ջան։ Գրեք քարոքսի փակագծերի մեջ ինչ էր անում, այդ input-ների այս կողմ այն կողմ կապի համար։ Բացի այդ այնի քարոքսի չէր, այնի քարոքսի ու սենց էր։ Տարբերվում, հա? Դրանք բայց դու դրում են engine modul ու JavaScript-ում դրած փոփոխական դառնում։ Որպես այստեղ է նույն բանն է, просто փակագծի ու engine modul։ Բայց այստեղ է engine բանը է գրում։ Ես ինչ եմ գրում TS-ի մեջ։ Import բանի engine post modul։ Հա, post modul գրել որ կա։ Էդի, հա։ Ինչ տարբերվում է։ Տղեկ ջան, ուրեմն նայ։ Երբ որ խոսքը վերաբերում է սովորական պարամետրերին, ատրիբուտներին գների։ Վալեր ջան, սովորական ատրիբուտը SRC-ին, ID-ին, name-ը, tutim sudravshim սա։ Եթե քեզի Գուրգեն ջան, պետք չի կարիք չունի, input-ի հետ չես գործանում, input-ներին լրիվ ուրիշ պատմություն է, տղեկ, եկեք input-ները դնենք մի կողմ։ Եթե div-ի վրա տիկ, ուզում ես օրինակ data ID պահես։ Հիշվեք են data get attribute, net attribute, set attribute։ Եթե ուզում ես SRC-ին փոխես նկարի Գուրգեն ջան բան տա։ Բավական եթե JavaScript-ից պետք է բան դնես ընդե։ Պրոստը քարոքսի փակագծեր դնում ես Վալեր ջան ու բրցնում ես։ Բարձ է այս մասը։ Իհարկե։ Ինքը տիք այ ապրես տիք ջան։ Եթե դու քարոքսի փակագծերը դրիր, ինքը ստեղ սպասելու է, որ էսի պետք է լինի փոփոխական։ Որը որ տվել ես կլասում Վալեր ջան։ Եթե չեղավ էսի, տարակելու առես։ Ահա, ասելով որ ախպեր, դու ես բան եմ գալի image URL, բայց չկա։ Բայց երբ որ տղեկ ջան, ես էս քարոքսի Այդ նշում է տակ այդ գույնավորումն է պրոստը իմը։ Ջնջել եմ արդեն հետ եմ բերել, դրա համար օքեյ էլ հետ բերեցի այդ image URL-ը։ Վալեր ջան, հենց այս քարոքսի փակագծերը դու ջնջում ես, իրա ձեռից դու վերցնում ես այդ հիպեր գործիքը։ Ինքը դառնում է պրոստը ինչ-որ string։ Error չի տալու, բայց նկար է շիգնելու, որտեվ այտենց հասցեով նկար դժվար թե լինի էլ։ Բայց ուր արա image tag-ը սա։ Այսի բան չեմ տվել։
Հա, բան չէ։ Մեկ-մեկ էշանում է, տղեկ։ Բայց ուր արել է։ Հա, լավ, չի բան։ Տղեկ ջան, նայեք այս ասին, ինքը բերե դրել է որպես string, Վալեր ջան։ Այս image URL-ը որ գրել էիր, քանի քառակուսի փակագծերը չդնես այնա։ Քանի քառակուսի փակագծերը չես դրի, ինքը string է հասկանալու, նայ։ Նա image URL string-ն է։ Okay, տղեկ, այս էլ է կոչվում directive։ Հա, directive։ Սա ատրիբուտային directive է, որտեղ տիկ ջան, եթե խորանեմ կլասը տել էր directive։ Ատրիբուտ։ Վալեր ջան, այս արսիտ էլ է ատրիբուտ, այսինքն բոլորը այս ամեն ինչը ատրիբուտներ են։ Եթե ուզում եք ատրիբուտ փոխել, կլաս կլինի, ID կլինի, SRC կլինի եւ այլն, ինչ ուզում ալի, տղեկ, օգտագործենք քառակուսի փակագծեր, որտեղ եթե ուշադրություն դարձնենք, կլասներ էր քառակուսի փակագծերի մեջ։ Ինչ վերաբերվում է բանին, input-ների երկկողմանի կապին, որը որ Արմանը ձեզ բացատրել է ng մոդելի վիդեոսով։ Նա ինչի համար է։ HTML թեգերում вообще ընդհանրապես մի բան կա, որի միջոցով կարաս դու երկկողմանի կապ ստեղծես։ Կոպիտ ասած, կլենտից բան հարցնես, պատասխանը ստանաս։ Էդի HTML-ի այդ input select в общем, այդպես թեգերում, որ կարա դասից բան փոխվի։ Ուրիշ տեղ, տղեկ ջան, Վալեր ջան, այդպես ձև չունես, որ դու դասից ինչ-որ մի բան փոխես։ Իմիջ թեգը Վալեր մենակ չասես, այսքան վախստե չէի։ Ահա, պրծանք, այս ոս Վալերը չէր լսում այսքան։ Հա, նայեք, այս image URL-ը, տղեկ ջան, այսինքն տեսեք, image-ին կարաս դու դասից image փոխես, չես կարա։ Input-ով տիկ ջան, կարա մարժեք գրեմ ուղղակի կարա։ Այսինքն տես Գուրգեն ջան, դրանով իսկ լոգիկապես արդեն երկկողմանի կապը իմաստ ունի, երբ որ դու input ունես, select ունես, text area ունես, checkbox ունես, radio ունես, որ դասից բան է փոխ։ Մնացած դեպքերում տղեկ ջան, այս մենակ քառակուսի փակագծերը ձեզ հերիքա ինչ-որ բան փոխելու համար, հա։ Ու ինչն է կայֆը էլի Գուրգեն ջան, ng for-ի ու ng if-ի պես հենց JavaScript-ի մեջ բան ես փոխում, ըստ է ավտոմատ մի անգամից փոխվում է տղեկ։ Էլ ոչ այս կողմ չի սպասում, տիկ դու այդպես իրան խնդրես, որ ինքը փոխի։ Հա, այն ժամանակ տղեկ դուք ինչ եք անում, տանում եք մի հատ ֆունկցիա եք սարքում, խոսքի draw list։ Դու պետք է գնայր բան փուշանելուց հետո նորից Վալեր ջան գնայր կանչիր draw list ֆունկցիա։ Դե չի առրահատ է ախպեր ջան, այդ HTML-ը update կներ ու HTML-ը вообще բան կփոխվի։ Բայց այդ գործն էլ Angular-ը վեկալը վեր։ Դա տենում եք ինչքան է հեշտացրին։ Այն ինչ որ դու սա տեղը տանում է։ Լավայս քիչ բանան ավել ձեռով ունեմ, բայց գոնե գրելաձևը մի քիչ խորտ չի։ Դե JavaScript-ն էլ էր դեմից խորտ։ Ջա՞։ Ասում JavaScript-ն էլ էր դեմից խորտ։ Հա բայց Սովորես, ոչ։ այդ էս որ JavaScript-ը հեշտ է սովոր։ Այստեղ պրոստը չես հայագից դնելուց հետո պայման պիտի գրես թե արդեն դե Okay, դեք չա։ Դրա համար որպեսզի այդ խճճումը անցնի մեր մոտ, մի հատ էլ մենք էս տնային կունենանք, որով կօգտագործվի մենակ, մոռացեք այդ ng մոդել, service, հա, պետք չի ինձ հիմի այդ դուք անում։ Ինձ պետք է տղեկ, որ դուք նորից հիշեք ու ձեր մոտ լրիվ տպավորվի ատրիբուտները, ng for, ng if, հա, տղեկ ջան, այս մասերն է ինձ պետք։ Այդ attribute date դա ինչ էր անունը, directive-ները polli իմանանք, ng for-ն է, ng if-ն է, այս class եսի ինչ, եսի իննենց, any իննենց, okay։ Լավ։ Այսինքն ես թազա տնային կտամ այդ մասը։ Հիմա եկեք մի հատ նոր, հետո տղեկ ջան, հաջորդ դասին արդեն նորից մի հատ այս սերվիսներին կանդրադառնանք։ Այդ ng մոդելների ես հələ մի հատ ուրիշ առանձին դասով նորից դրան հետ կգանք, հա։ Вообще այդ ֆորմերի, input-ների, բաների հետ աշխատելու համար մի հատ մեծ ամբողջ 10, ես կասեի շարք կա նվիրված, հա։ Ինչը։ Տարբեր գործիքներ ունի, հա, տարբեր գործիքներ ունի, կներեք տղեկ ջան, մի վարքյան։
Հա, խոսքս բանի մասին, հա, ինչ էի ասում, որտեղ տղեկ, մենակ էտ էնջի մոդելը չի, ինքը էլի ուրիշ տարբերակներ ու ձևեր ունի, հետաքրքիր, այն որ բեսամp ուժեղ կապ ա ստեղծում, էլի, HTML-ի, բայց տղեկ էտի մենակ, կապ ունի բանի հետ, տանտեր, ֆորմերի հետ, հա, այդ input հա, select հա եւ այլն, այդպես բաների դեպքում մենակ ինքը նպատակային կլինի։ Okay. Տղեկ, ես քլիկ կախելը ջոգել ենք, չէ՞ որ այլ JavaScript-ից չեն գնում add event-ի սրանում, այլ մենակ ըստեղից։ Ստիկ, եթե քեզ պետք լինի event-ը, ո՞նց ես փոխանցել։ Դոլարի նշան event, այսինքն որպես այդպեսին տղեկ, մենակ մի հատ դոլարի նշան պետք է հիշեք տակ։ Հա, Վալերչան։ Եջեն այս չի ուրիշ տարբերություն կամ եսի միշտ։ Հա? Okay, ես եմ հասկացել։ Հա, ես չնայք, չէ, հա, քլիկի վաղ փոխվում է, չէ։ Հա, Հա, հիմա, տղեկ, եկեք մի քիչ խոսամ CSS-ի մասին, որ մի քիչ փոփոխություն CSS-ում էլ ունենք, հա, Արմանը այդ մասով ասել է։ Okay. Տղեկ ջան, այն ժամանակ մենք օգտագործել ենք սովորական CSS, չեմ խորանալու, էսի, հա, ընդհանուր ասեմ, որ պատկերացումը կազմենք։ Հիշում եք, Վալեր ջան, եթե եկեք սենց օրինակս բերեմ։ Այս ամեն ինչը եկեք մի հատ վեկալեմ դիվի մեջ, կալեք էսի չգրեք, պետք չի։ Այս ամեն ինչը մի հատ վեկալեմ օբշի դիվի մեջ, հա, սենց ինչ-որ։ Սրան տամ օրինակ, ID-ն հավասար է բան, hello։ Երկու լեյով կներ, հե։ բանը չի Հեսա ասեմ, ինչն է իրական տարբերություն։ Այն ժամանակ CSS-ում մենք գրել ենք hello-ի մեջի get active-ը, չէ՞ տղեկ։ Կամ Գուրգեն ջան, մեծի նշանով էին գրում կամ եւ այլն, չէ՞։ Վալեր ջան, ընդունված հասկացողություններ, չէ՞ մեր համար։ Միշտ այսինքն եթե մենք ունենք ծնող էլեմենտ, միշտ ասում ենք տղեկ, գրեք, որ հետո չշփոթեք մեկի մյուսի հետ։ Նշանը չի դնում սարաները, նշանը դնում է Ապոդիշ նշանը դնում, որն է վերաբերում։ Բայց միշտ ասում են ամբողջական ճանապարհը նշեք, չէ՞։ Hello-ի մեջի էս ինչը։ Hello-ի մեջի active-ի մեջի եսի ինչի։ Հիմա Թազա Angular-ի CSS-ը տղեկ, որ շատ ունեք, ստեղ գրված չի get CSS, գրված է S CSS։ Yani S կլաս, էլի։ Սուպեր։ Այսինքն եթե գնում ես դու ծնողի անունը, ու տալիս ես իրան երեխու 4 պորտեն կողմը երեխու անունը, գտնում է, Չէ, օրենքները չի փոխվել Գուրգեն ջան։ Ինչ որ եղել է, փոխվում են գրելած է։ Հեսա ցույց կտամ։ Հələ ցույց չեմ տվել։ Հələ որ ստե գրած է լրիվ նույն ձևը։ Ինչ ասում։ Ավի լայք, էսի ինչ որ գրած է, տղեկ գրած է հին ձևը։ Ոնիմա գույ փոխել։ Իրա լավը այն է, տղեկ, որ ինքը ընկալում է CSS-ը համ հին ձևով, համ նոր ձև։ Այսինքն եթե դու տիկ ջան ուզում ես շարունակես հին գրելա ձևով, շարունակ։ Բայց ինքը ասում է եղբայր, ես կարամ թողեմ այստեղ, որ դու ունենաս CSS-ում փոփոխականներ, CSS-ում if գրես, else գրես, ոբշում սես լիքը բաներ։ Բնականաբար մենք դրան շատ ֆորֆորաս, մենք դրան այս ֆորֆորաս CSS-ը։ Բա Այն շատ են քեժնեն ֆորում։ Գիտես ոնց է իրականում, օրինակ եթե բանում ես, որ նույնիսկ մի քանի հատ պետք է սարքվի, copy paste-ով չես անելու, այլ խոսքի copy-տ ասած օրինակ պետք է գույներ ունենայր, տարբերվի 10-ը։ Forest ֆորում այդ նույնից սարքում ես խոսքի, այդ center։ Բայց Էդի չէ, մենք էդի տղեկ ջան, չենք, էդի շատ հետագայում, որ ծեզի պետք լինի կդնենք սովորեք, կարևոր է իմացեք, որ այդպես բան գոյություն ունի, հա։ Չէ, ես դրան չեմ անդրադառնալու, որտեղ ինձ է պետք չի գալի, էլի։ No, դեպքեր կա, որ այդպես բաներ եմ անում, բայց էդի հատուկ դեպքեր։ Անձերը որ եկա, ծոպտիացանը մեդալի ֆորի գույները։ Կարաս չես HTML-ը ոնես Իրականում դա տղեկ ջան, ասեմ կոդի դուպլիկատից խուսափելու համար են հիմնականում երբեմն պետք է լինում, որ կոդի կրկնությունից խուսափես կամ ինչ-որ սպეციფიկ դեպքեր, հա։
Բայց հիմա ասեմ SCSS-ի հիմնական տարբերությունն ու կարևորությունը տվեք, որ ես միշտ օգտագործում եմ։ Էլ պետք չի գրել get hello-ի մեջի get active ու վանդականի hello-ի մեջի inactive։ Գրում եմ դրան ձևով։ Շնի hello Գրում ես մի հատ hello, բացում ես այս նշանը։ Ու իրա մեջ արդեն հերթով շարունակես get active։ Ոնց է if-ի մեջի if-ը։ Get inactive։ մի րոպե այսինքն եթե hello-ի մեջ եղավ 4 հատ div ու տարբեր կլար նու ID-ներով դա չէ Գրի hello-ի մեջի Գուրգեն ջան բելով ու մի հատ է բան եթե այս active-ից է active վերևը ես hello-ի մասին ինչ-որ բան ուզենայի գրել այսինքն developer-ով պետք է ասել արի կամերես մենք արիեսի փոխենք ու վրան շարունակենք հա հենց այդ hello-ի դերին բանը որ կա է հա target-ը մոտ պրոբլեմ չի դի background code-ը էդի վերաբերում է hello-ի վերաբերում է էդի է հա հա էդի վերաբերում է ինչ գրեցիր եթե target-ների մեջ է իրաց կոպում է ուրեմն իրան է վերաբերում իրա մեջի եթե scope-ի ինքը այդ scope-ի մեջը չլինի բայց դուրս է օրինակ hello-ի մեջը չլինի եթե դուրս տավիր էդի հանկարծ ուրիշ տեղ եղավ ուրիշ տեղ էլ աստղել զուտ է եթե ինքը hello-ի մեջը չի օրինակ active է ու ինչ որ բան inactive է դրա active-ը տարբերություն մոտ ինչ որ անուն է դրա ID-ը դրած դիալոգ չի բայց դի եթե hello-ի մեջը չի մոտ ուրիշ տեղ է չէ եթե սենց գրել կարող է դիգա հա չէ բարձավ ալերճան այս բամենտը Hello-ի մեջ image էլ կա, չէ՞ դրեք ջան, այդ image-ին էստեղ նկար կա, ոչ մի տենց արտարոց բան։ Որքի width-ը տամ 50 pixel։ Այդ պատկերացրեք, չէ՞ ինքը ուղղակի չի ստիպում, որ ամեն անգամ գրես hello-ի active, hello-ի inactive, hello-ի sense, hello-ին են։ Հա, ոչ այդ ճանապարհը պետք չի, պրոստը պետք է հերթականությունը պահես, էլի Google-ը։ Գրելու տեղը դա դու այդ գրես Պարիվում դու ամեն բանը փակելու ես մոտ դիվի մեջ ID-ով։ Հիմա նա եթե Եթե div ունենայի class-ը main խոսքի մեջն էլ մի հատ ուրիշ div հա մի հատ էլ ներտեք ջան մեջ ուրիշ div class-ը container խոսքի էլ ոնց պետք է գրվեր get main փակած get class Ահա փակածերը պրոստը ճիշտ դնում ես գալիս ես այսինքն ասում ենք եղբայր սրա մեջ կա նաև մի հատ get main Մի հատ էլ ենք էսի բացում, գրում ենք այդ container։ Ժողովուրդ վալեր ջան, զուտ այդ բանը, հերթականությունը, բեկը մյուսի մեջ բաց։ Արգախի ավանդում։ Այս դատարկա էր, դրա համար ինքը error չի հաստատել։ Երբ դատարկ եմ թողել։ Չէ, երբ դատարկ եմ թողել դրա համար։ Դրա համար բանում են խոսքի։ Պատկերացինք, չէ՞ տղեկ ինչա կատարում։ Այսինքն սա ուղղակի կարճացնում է այդ CSS-ի այդ անիմաստ բանը։ Չեմ ուզում տղեկ այս CSS-ի մասով ավելի խորանալ։ Այս CSS-ը թազա մի հատ CSS-ի տեսակ է, եսի ինչ այդ ng4 որ ասում եմ, ng4-ը մասում։ Այդ for, if բան եւ այլն, դրանք հետո։ Փոփոխական կարաս հայտարարես տալ, եսի ինչ կարաս անես, պետք չի։ Ինչ պետք է հալը, որտեղ եք դուք որ այս CSS-ից իմանաք, այսքան։ Okay, էսի ձեզի մոտակա մի տարին սովա։ Հետո պետք է լի գործում ինչ տղեկ կան։ Հասկացանք իրար, okay։ Տղեկ ջան, փորձեք էսի արդեն օգտագործեք, հա, էսին այս բան չի, որ ասեմ ալպրեդ է տղեքը պետք է դժվարանան բանման, չէ, արդեն այդ փուլը անցել եք, էլի։ Օգտագործեք միանգամից ձեռներից սովորի, չէ, Վալեր ջան, բարձա, չէ։ Ուրեմն գնացիք տղեկ ջան։ Այս մասով տղեկ, ուրեմն հարց չունենք, այսինքն այս for-երի, if-երի Դեկորատորը պատկերացնում ենք, դեկորատոր հասկացողությունը գիտենք ինչն է, դեկորատորն է, որ որոշում է կոմպոնենտա թե ուրիշ բանը։ Սերվիզ եք անցել, չէ՞ տղեկ։ Սերվիզ վերևն է գրվում է շնիկ սերվիզ, որ շնիկ սերվիզ գրած չլներ տղեկ, Angular-ը չէր հասկանա, սերվիզա թե կոմպոնենտ։ Պատկերացրինք ինչի համար է Վալեր ջան այս շնիկները։ Շնիկ կոմպոնենտ, շնիկ բան։ Այս դեկորատորներ, եթե տիկ ջան, դու նշել ես շնիկ կոմպոնենտ, ըստ է ուրիշ բան ուզենաս տաս,
Կասելու է, որ սխալ օբյեկտ ես տվել Գուրգեն ջան։ Այս մեջը autostate բանում ենք engineer component Շնիկ component-ով կլասը սարքում է, տիկ։ Ու արդեն ինքս տալիս է սախ կապերը։ Okay, երբ որ գրում ես ng generate service Գուրգեն ջան, գրում է շնիկ service վերև։ Okay, տղեկ։ Այդ ասում տանում է այդ Angular-ը մեր տեղս, մնացածը արդեն ասում եմ վեկան ինչ ուզում ես սա։ Տղեկ ջան, template URL, template style URL եւ այլն եւ այլն, ամեն ինչը արդեն գիտենք։ Import-ները ինչի համար են, ես էլ գիտենք։ Մենակ այն գործիքների կոնկրետ համար կամ այն կոմպոնենտների, որով որ օգտագործում ես common։ Օրինակ APP-ն օգտագործել է բանին, այս անտեր test-ին։ Դրա համար ինքը իրան import արել։ Իրա մոտ։ Հիմա եկեք մի հատ ուրիշ բան ցույց տամ։ Տղեկ ջան, for կարելի է ֆռալ բանի վրա նույնպես։ Կոմպոնենտի վրա նույնպես։ Test-ը կոմպոնենտ է, չէ՞։ Ահա։ Ինչա պարունակում այս կտորը։ Չեմ պատրաստում փոխել։ Եկեք այստեղ, տղեկ, մի հատ APP-ը։ Մի հատ գրեմ բան, в общем, numbers, ավասար։ Խոսքի 1, 2, 3, 4, 5, 6 եւ այլն։ Գուրգեն ջան, այս սրա ինտերֆեյսը ինչ է։ Զանգվածը ինչի, ինչա բաղկացած։ Number-ը։ Բալեր ջան, այս ինտերֆեյսի համար պետք չի տանել interface file սարքել։ Հա։ Okay, for-ը ու վրա ֆռամ տղեկ ջան, էսը։ Եկեք շնիկով, այն շնիկ, for փոփոխականը Գուրգեն ջան էլ հայտարարել պետք չի, գրում ենք просто number of numbers track ու просто number։ Քանի որ օբյեկտ չի, տիպ։ Չէ՞ Գուրգեն ջան։ Ապա տեսնեմ մեջ։ Բալեր ջան, օբյեկտ չէ, մի հատ թիվ է, էլի շլամ ոչ եմ կարա գրեմ number-ը ես ինչ։ Number-ն է իմ միակ track-ը։ Okay, տղեկ ջան, ինչքան թիվ ունեք ստեղ, եկեք number-ն է վերևը տպեմ էլի, հա։ Գրեմ համա, sense գրեմ էլի։ Այ շնիկ ու number sense էլ։ Այս շնիկը այս վանդականի սովորական տեքստ է էլի։ Այսպես էլի sense-ը ուզում։ Նայեք տղեկ ջան, այս նույն կոմպոնենտից լիքը կրկնել է։ Իրա բաթոնի լոգիկայով, բայց նայեք տղեկ, այս սրա քլիքը սրա հետ կապ չունի։ Սրա քլիքը նրա հետ կապ չունի։ Նույն ֆունկցիոնալից կրկնես տղեկ։ Պատկերացրի՞։ Ջան։ Սենց անեմ, այս գույնը հանեմ հետևի շատ քիչ էլ։ Ինչի՞ չի երևում Գուրգեն։ Որտե՞ղ պետք է երևա։ For-ս գրե։ For-ով ասել ես ախպերս, այս APP թեստը կրկնի, ասել է քանի անգամ կրկնեմ, ասել է զանգվածի քանակով։ Նայեք Գուրգեն ջան, զանգվածը սարքեցի 3 տարից։ Հա։ Որտեղ APP-ի գլխավոր APP-ն APP-ի մեջ սարքված բդի վերևները, հա, դրան ասի։ Հա, ու այս տրուկը տղեկ ջան, աշխատում է լուբոյ տեղ, APP-ն ստետ тут при чем։ Հա, ոնց որ вообще իրանից կախված չէ։ Նայեք, տիկ, մենակ էսրա նկարն է փոխվում, վալը ջան։ Ու լուբոյ փոխություն, էսի կոպիտ ասած տղեկ ջան, առանձին կտոր է։ Շատ է որ նույնից էդի մեր համար է նույն կոմպոնենտը տղեկ։ Java-ի Angular-ը հայ դրան նայում է որպես տարբեր օբյեկտներ, տարբեր ռեֆերենս ունեցող օբյեկտներ, հա, տարբեր կտորներ։ Ստրուկտուրայով է, լրիվ նույն բանը, տղեկ ջան, նայեք ինչ արել։ Բերել է ասելա նայեք։ Ասում եմ մի հատ APP թեստը ստեղ ունես, մի հատ ստեղ ունես, մի հատ ստեղ ունես։ Այսինքն Գուրգեն ջան, նենց չի մենակ div-երի վրա կարելի է for-ֆռալ, նենց չի տիկ ջան, մենակ ես իմ UL-ի ես իմ կամ table-ի TR-ների վրա կարելի է ֆռալ։ Բալեր ջան, for կարելի է ֆռալ, ng կարելի է ստուգել եւ կոմպոնենտի վրա Գուրգեն ջան եւ div-երի ու էլեմենտների վրա։ Լավ, այսինքն լրիվ նույն ձևի ես կարամ տղեկ ջան, ըստե if գրեմ։ Բալեր ջան, ես կարամ գրեմ այս for-ը ֆռացել եմ, լավ եմ արել տիկ ջան, okay, բայց արես այս բան գրենք։ Ասենք եթե այս APP թեստը տղեկ, պետք է երևա մենակ այն ժամանակ։ Ահա, այ ապրես, շնիկ։
if եթե number-ը մեծ է խոսքի էլի 2-ից, то այդ վաղ նոր Գուրգեն ջան, այս APP test component-ը գա կպրի։ Քանի հատ ունենք numbers, Վալեր ջան, 1 2 3։ Քանի հատ երևալու test component-ից։ Նայ, թվերը կա սաղինը։ Ահա, որտեղ մենակ component-ը կողեցի if-ի մեջ։ Էսի չտրի, չէ՞ Վալեր ջան։ Նայ, էսի, այս տպելու բան։ Էսի չտարա if-ի մեջ։ Ահա, հələ, հəm իստեղ երկուսը խոսքը կոպիտ եմ ասում բերեմ, ըստ մի հատ է 4 ավելցնեմ 3 4, всё։ Okay։ Ահա, էս էլ է sense տոյք չէ։ Կամաց արդեն պատկերացնում եք, չէ՞, տղեկ ֆունկցիոնալը շատ է ձեր համար, ձեր համար շատ գործիքակալ կա, շատ բան կա։ Հերթով կգնանք առաջ, հեսա նորից շատ լավ է որ ձեր նույն բանի երկրորդ անգամ ուզենք չուզենք պետք է անդրադառնանք, որտեղ ինքը ստիպում է, էլի։ Հեսա կակրած հաջորդ դասին նոր կանցնենք այս սերվիսներից, այս տնայինը հենց եկեք ժամանակավոր բաց թողենք իրան, հա տղեկ։ Նորից ես տնային ուղարկեմ հենց այս բաների հետ կապված, ինչ-որ նոր արեցինք։ Թեկուզ տղեկ այս կոմպոնենտի կրկնությունն էլ անելու։ CSS-ը Վալեր ջան, փորձում ենք գրենք արդեն թազաձևով, բարդ չկար։ Ինտերֆեյսները Գուրգեն ջան իմացանք, չէ՞, եթե գրում ենք ինտերֆեյս, ուրեմն մի ինտերֆեյս ֆայլում պետք է լինի մենակ մի հատ բան։ Կլաս։ Բայց Գուրգեն ջան, ասեմ ես էլ, որ նայ, եթե ոնց որ կապ ունի հենց դրա հետ, կարաս մեջի գրես։ Այսինքն նայ, յուն կապ ուներ լեսնի մեջ, լեսնի հետ, չէ՞։ Ուրեմն պետք չի տղեկ ջան, յուն տանել առանձին սարքի։ Եթե, տիկ ջան, եթե այդ յուն ուրիշ տեղեր առանց լեսնի չես օգտագործել։ Պատկերացրեք, չէ՞, գաղափարապես բաժանեք տղեկ իրենց։ Okay։ Ահա։ Okay, ես էլ հասկացանք տղեկ ջան։ For-ը, if-ը եւ այլն, հենց մի վարքյան տենամ ինչ բաց թողեցի, որ երևի անցել էիք, բացի սերվիսից ու այդ ng մոդելներից։ Հա, սերվիսն ու ng մոդուլը ես առանձին էլ կանդրադառնանք դրանց ստորից։ Հետո ինձ թվում է հաջորդ դասին արդեն հաջորդ դասին եկեք սերվիսները կանցնենք տղեկ, հա։ Նորից։ Հետո նոր բան կան։ Տղեկ, բայց լավ, հələ okay, ինչի չլինի, ինչքան էլ չհասկացած չլինեք, ինձ ավելի շատ հետաքրքիր է սերվիսների գաղափարը, հասկացել եք։ Ինչի համար է մեզ պետք սերվիսները։ Կոդը երկար չի։ Ավելի դուրս Okay։ Լավ, Վալեր ջան, դու ինչ տարբերակ ունես սերվիսների մասով։ Okay, տղեկ, եկեք։ Ճիշտ եք ասում, վատ բան չի ասում։ Okay, կոմպոնենտի լոգիկան կամ ոնց որ մաքսիմալ քչացնում եք, չէ՞։ Ահա։ Բայց ոչ միշտ է պետք, կամ սենց ասեմ, պետք է միակ դրա իմաստ, որ եթե մենակ այդ պետք է լիներ իր իմաստը, տղեկ, անկապություն կլինի։ Ասեմ ինչի համար է էլ մեզ պետք կոմպոնենտ սերվիս հասկացողություն։ Գուրգեն ջան, եթե դու ունես ֆունկցիա, որը պետք է օգտագործվի, կանչվի համ այս test կոմպոնենտից, համ մի հատ վաղարշապատ կոմպոնենտից, համ մի հատ, չգիտեմ, ինչ-որ tutti frutti կոմպոնենտից։ Տղեկ 3 կոմպոնենտի մեջ էլ լրիվ նույն եկակոդ է, Գուրգեն ջան, այսքան կոդ է, այս չի քիչ ֆունկցիա է։ Տղեկ, մի հատ եկակտոր կոդ պետք է օգտագործվի 3 կոմպոնենտներում, բայց այս 3 կոմպոնենտը вообще իրար հետ կապ չունի։ Վալեր ջան, ինչ անեմ։ Կանեմ սարքեմ սերվիս։ Հա ծառայություն սարքեմ տղեկ։ Այսինքն նայ, եթե դիք ջան, մենակ ավտո, սելի քաղաքում, մենակ ավտո քեզի պետք է ներ, մի հատ ավտո կանային ազգովի կտային քեզի կպրծնի։ Բայց այնպես է ստացվել տղեկ ջան, որ մարդկանց տաքսի հասկացողություն է պետք։ Որ զանգես ավտոն գա գնաս ինչ-որ տեղ։ Քեզի պաստառնի ավտո պետք չի խոսքի։ Կամ չես ուզում տունդ ավտո պահես տիկ։ Հա, որտեղ էդի դառնում է քո ավտո։ Չէ, այսինքն այդ է, տես, բայց դու կարաս գրես Վալեր ջան, մի հատ սերվիս սարքես, տաքսի սերվիս։ Ու այդ տաքսի սերվիսից տղեկ ջան, արդեն կարան օգտվեն այն մարդիկ, ովքեր ցանկանում։ Պետք չի այդ կոդը նորից կոպի անել կամ ամեն մեկը մի հատ իրան թազա ավտո առնել։ Նույն ավտոյով, նույն տաքսի սերվիսի այդ ավտոյով Գուրգեն ջան։ Դե մի մեծ չի սաղս նույն ժամին են կեցում գա։
հա, կարելի է սարքել մի հատ այդպես սերվիս կամ օրինակ ընտանիքներ ունել պատավատը։ Դա պատավատը ինչ է, ծառայություն է։ Ինքը ախպեր ջան, մեկը զանգում է այդ ժամինայթում հետևից, էնի այն ժամինայթում հետև։ Տես, այսինքն որպես այդպեսին ստեղծեցինք մի հատ բան, որը որ բոլորին օգնում է, աշխատում է բոլորի համար։ Այսինքն սերվիս հասկացողությունը տղեկ ջան, առաջին հերթին նրա համար որ շատ կոդ չգիտենք կոմպոնենտներում, հեշտ է ավելի բան, բայց դա ամենաչայրած փոքրագույնն է։ Երկրորդն է տղեկ, որ կրկնություն չունենանք կոդ։ Եթե Վալեր ջան սերվիսը չլներ, դու այն կոդը, որը որ գրել ես քո կոմպոնենտի քլիքի վաղտ, լրիվ նույնը կարող է տիկտանես գրես մի հատ ուրիշ կոմպոնենտի քլիքի վաղտ։ Գուրգեն ջան, հանկարծ նույն լոգիկան ես, նույն կոմպոնենտ, նույն ֆունկցիան։ Հանկարծ մի տես սխալ արի, տիկ։ Դե գնա ախպերս, ուրեմն կեթաս այդ 48 կոմպոնենտում էլ նույն սխալը կդզես։ Առհատ է խոսքի յա բաներ կլի կհիշես, բաներ կլի բաց կթողես։ Կլենտներ ով մեկ խնդիր կգտնի, ասի ախպեր զզվեց չգսա։ Բայց դու կարաս դրա փոխարեն խելացի վարվես, եթե այդ ֆունկցիոնալը կրկնվում է, սարքես սերվիս, ֆունկցիանը տեղ կերես, խնդիր կգտնի, տեղ կդզես, սարքել կդզվի։ Լավ չի, շատ լավ է, հիասքանչ է, բայց ինչ հայրանից ներկայացնում տվեք սերվիսը, կլաս։ Տվեք ջոգում եք, որ ամեն ինչը կլաս է, կոմպոնենտը կլաս է, սերվիսը կլաս է։ Հա? Ինչի է սերվիսը սարքած կլասը, որտեղ սերվիսը գուրգեն ջան, կարա մի քանի հատ մեթոդ ունենա, օրինակ եմ ասում։ Տաքսի սերվիսը Yandex-ը, սերվիս է մի հատ իմ համար։ Ես 100 հատ application ունեմ տղեկ։ Ես ամեն application-ին կարամ առանձին սերվիս վերաբերեմ։ Yandex-ի app-ը որպես առանձին սերվիս, Yandex սերվիսը, ինձ տրամադրում է մենակ տաքսի ծառայություն։ Բայց ինձ Facebook-ը լավ է։ Facebook-ի համար առանձին սերվիս է տղեկ։ Տես, այսքան տիկ ջան, ես կարամ միաժամանակ մի քանի սերվիսներից օգտվել։ Եկեք sense տանք, Վալեր ջան, ես կոմպոնենտ եմ երբեք։ Ես իրավունք ունեմ օգտվելու եւ Yandex-ի սերվիսից, եւ Facebook-ի սերվիսից, եւ Telegram-ի եւ մնացած սերվիսներից տղեկ։ Մեկը մյուսին գիտեմ, չէ, ախպեր։ Вообще կարա մեկը մյուսի մասին չիմանա։ Մեկը մյուսի հետ вообще չաշխատի ախպեր։ Պետք է չի Yandex-ը ուրիշ բան անի։ Բայց Yandex սերվիսը գուրգեն ջան, իր մեջ ուրիշ մեթոդներ ունի, չէ՞։ Այնտեղ ունի Վալեր ջան օրինակի համար comfort, start, business եւ այլն։ Տես, օրինակի համար տղեկ ջան, ես կարամ օգտվել, լիքը մեթոդներ կա։ Վալեր ջան, դու ես որոշում այդ սերվիսի քեզ որ մեթոդն է պետք։ Գուրգեն ջան, գաղափարը կլաս տաքսի սերվիս կլասն է, չէ՞։ Գաղափարապես։ Բայց այդ սերվիսը հենց հասարակած Գուրգեն ջան, որ կոպիտ ասած ասում եմ սաղի բերնին համապատասխանում։ Հա, այսինքն ամեն մեկը կարողանա գտնի իր ուզած համը, ցեցած, էլ որտեղ կոմպոնենտ կա կարող է էլի տաքսու սերվիսի հետ կապ ունեցող տիկ, բայց նա ուրիշ մեթոդ է պետք։ Վալեր ջան, մի հատ ուրիշ կոմպոնենտ ունես, որ էլի նույն սերվիսից է ուզում օգտվի։ Բայց այդ դրան սերվիսից ուրիշ կոմպոնենտ է, մեթոդ է պետք կների։ Դրա համար է դա այդ հասկացողությունը, հա։ Դե կլասը շատ ավելի սերվիս կոչված է, տղեկ ջան, ավելի շատ խորացում ու բարդացումներ ունի, բայց դա չեմ կարող ես դնել միանգամից չենք անդրադառնալու դրան, իմաստ չունի դա անում։ Կամաց կգնանք։ Պետք չի միանգամից դնել, սաղ այդ հասկացողությունը ու գաղափարը վեկալել ու օգտագործել, հա։ Տղեկ, որ խորանամ, այս մոտակա մի ամիսը սենց խառը գործիքները կանցնենք, իրար հետ կօգտագործենք սերվի բանը, ու այդ խազաբան չեմ ասել ես ամուրա։ Վերջ։ Մնացածը Գուրգեն ջան, օգտագործելու ենք երբ այդ ամեն ինչ։ Պոճոր ձեռի հետ բաներ սովորացնելու եմ ես տղեկ, բայց այդ այնքան փոքր բան անելու, որ զուտ ձեռի հետ պետք է տեղացի մեջ կան ճղտես էթա։ Պատկերացիք, չէ՞, բայց տղեկ ջան, այն ինչ որ հիմա մենք ենք ասում, ես այն ամենահիմնական գլխավոր բաներն է, որ ուզես չուզես, պաստանի իրանք կա։ Okay, տղեկ ջան, այսքանն է։ Տնայինը դեք քեզ է բալև հարցեր։ Okay, տնայինը պարտադիր, բալև։ Okay, всё։ Քեզ է բալև։ Տղեկ ես ամենատուր բան կա իրականում, ուզում եմ չգիտեմ էդի որ պահից անցնենք, դրանով ավելի հեշտ կլինի տնային ղրգել էլ, բայց հələ որ շարունակեք զիպով ղրգել եմ, ինչով հասկանամ ոնց կարելի անել